մետրոյի, բայց գումարի մի մասը ծախսվեց ավտոբուսների վրա, եթե ճիշտ եմ հիշում։ Կներեք այս արտահայտությանս համար օդում մարշրուտկաներ չունենանք թռչող։ Նախկին քաղաքապետարան ինքն է պայմանավորվել։ Արդյոք մենք ուզում ենք իրավական երկիր ունենալ, թե չենք ուզում։ Մի հատ հարց տամ, որից հետո ինձ կտփեն հայաթում։ Նոր ջան, լավ դե, ասենք կարող է իրոք Սան Ֆրանցիսկոյում էինք ապրում։ Ուր են այդ գումարները գնացել եւ ինչ ա դա բերել։ Ես համաձայն չեմ կտրականապես, որ Հանիֆը վատ բան ա եղել։ Ինչքանով եք ներգրաված եղել ընտրությունների քարոզարշավին։ Մի բան էլ ասեմ, որը երևի երբևէ չեմ ասել։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստ է, շնորհակալություն, որ դիտում եք, որ լսում եք բոլոր հասանելի ոդկասթային հարթակներում։ Այսօր նաև լավ կլիներ, որ արդեն նախորդ միացած ելնեք Patreon-ին, որտեղ մեր պատրոնները նաև մեր հյուրին հարցեր են ուղարկել եւ դա կարող եք լինել դուք, իսկ մեր հյուրը այսօր Երևանի քաղաքապետն է Տիգրան Ավինյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս հարցը մեզ հա տալիս են ու անկեղծ ասած իր պատասխանը մենք չունենք, դրա համար Պիրադրիսացիանը ձեզ Arm Comedy նայում եք։ Որոշակի պարբերականությամբ, այսինքն լինում է ինչ-որ մի շրջան նայում եմ, հետո ինչ-որ մի շրջան չեմ նայում եւ հետո էլի մի շրջան նայում եմ, բայց հիմնականում համաձայնում եք թե չեք համաձայնում։ հումորը լավն է։ Հարցը տվել։ Հումորը լավն է։ Պիրադրիսացիան Բազմիկ ասում չէ, որ մարդը գոյություն նայում են, միշտ այդ հարցը քեզ չեմ տալիս, իրանք նայում են, հիմա որ sense ինքը YouTube-ով մեկ-մեկ բերում էր, երբ որ բերում էր, ավտոմատ ինձ միացնում ես, արագացված նայում ես։ Դե չպետք է կաշկանդի ամեն դեպքում, պետք է Չէ, ենթադրես։ զուտ հետաքրքիր։ Հիմա քեզ կարա կաշկանդի, որ մեկ։ Ես ենթադրել եմ, որ նա Այսուհետ չեմ նայում։ subscribe։ Okay, այս բարի մասն էր ինտերվյու։ Մենք հանել ենք տես մեր բաղուց կուտակված հարցեր, ոչ միայն մեր եւ կարամ փոքրիկ անոնս անեմ, Փիղասենյակի մեջ Անիֆի մասին կհասկանանք ուր հասակ, հիմա ոնց որ ազատության մեջ եք, ոնց որ նորմալ է գնում։ Բայց ինչի պետքա չլինեի ազատության մեջ։ Այդ էլ կհասկանանք։ Գուցեև ճիշտը սա է։ Մետրոն արդյոք բացվել է թե չէ, Աջափնյակի մետրոն կպարզենք այսօր կամ вообще դեպի ուր է գնում փորվելը։ Դեպի Աջափնյակ։ Ճանապարհներ, օդը երկկողմանի է ու բայց մեկը կողմանի։ Շատ straight։ Դե այնա որ մի անոնցի հերթով գնանք։ ու մի խոսքով, հա, խցանումներ ոնց անենք որ Լոնդոնի նման լինի, որտեղ ես մի անգամ եղել եմ ու вообще չկար խցանում, որովհետև կենտրոն, հա, չեն թողում ավտոներ, ինչն է մեզ խանգարում, որ տենց առերեսվենք իրականության հետ, կարող է հենց այս հարցից էլ սկսենք։ Մեջնից բոլորը զգում ենք, որ խցանումները շատ են, մեքենաները չեն տեղավորվում, ինչ որ բան այն չի, համակարգը ինքը տենց կոլապսոտ բան է, նույնիսկ հակաճգնաժամային կամ ճգնաժամային խումբ էր ձևավորվել, որը պետքա զբաղվեր դրանով։ Ուր է հասել, որ երկարաժամկետ հասկանալի է, այնտեղ մետրո, նոր ավտոբուսներ, բայց նույնիսկ այդ ամեն ինչով մեկը հայերը սիրում են մարդը մի հոգի նստի եկա մեքենայի մեջ ու իջնի կենտրոն։ Դա ինչ որ ուրիշ ավելի շոկային ձևերով լուծելու տես պլաններ չկան։ Նախ պետք է հասկանանք պատճառը ինչն է, որ եկել հասել ենք ինչ որ մի կետի, որտեղ որ շատ-շատերը ունեն ավտոմեքենա եւ շատ-շատերը գնում են ավտոմեքենա եւ ընտանիքներ կան, որոնք որ գնում են երկրորդ, երրորդ ավտոմեքենա։ Հա։ Եվ իրականում մենք այսքան ավտոմեքենա այս քաղաքում երբևէ չենք ունեցել եւ մեր հարակից մարզերից նույնպես շատ մեծ հոսք ունենք ավտոմեքենաների։ Դա նաեւ լավ հատված ունի իր մեջ, դա նշանակում է կա տնտեսական ակտիվություն, մարդիկ տեղաշարժվում են ինչ որ տեղից հիմնականում Երևան եւ ավտոպարկը թարմացավ էլեկտրական դա։ Եվ իրականում այդտեղ կարգավորման մի քանի կարևոր կետ կա։ Առաջին կետը իհարկե այն է, որ հանրային տրանսպորտը պետքա ավելի լավ աշխատի եւ ավելի արագ մարդկանց A կետից B կետ տեղափոխի, քան հենց նույն ավտոմեքենան։ Եվ այդտեղ մենք սկսել ենք ավտոպարկի թարմացումից, գրեթե կարելի ասել ավարտել ենք վերջին շրջափուլը երևի հաջորդ տարի կամփոփենք, մոտավորապես 562 նոր ավտոբուս ունենք, 8.5 մետրանոց, 87 12 մետրանոց, ունենք 30 տրոլեյբուս, 12 մետրանոց, 45-ը արդեն հեսա նորից գիծ են մտնում։ Այսինքն մեծ ծավալի այս ավտոպարկը մենք այն 5 գազելներից անցանք մի հատ նոր մոդելի ավտոբուսների եւ ունենք նաեւ միասնական տոմսային համակարգ։ Բայց դեռևս իրականում
մենք ունենալու ենք ելի ավել ավտոբուսների կարիք, որովհետև ինչ որ մի կետում Երևան մտնող հատվածներում մենք ունենալու ենք հարմարեցված ավտոկայանատեղիներ, որտեղից որ նաև որոշակի ինչ որ էքսպրես տրամաբանությամբ ավտոբուսներ պետք է աշխատեն։ Օրինակ Թբիլիսյան, Աճարյան, Խճուղու հատվածում, հարակից հատվածում, որովհետև մոտավորա, շատ մոտավոր թիվ եմ ասում, մի ավտոմեքենայի մեջ նստած է միջինում առավելագույնը 1-ից 2 մարդ։ Եվ երբ որ տեղափոխում ենք այդ նույն մարդկանց ավտոբուս, ստացվում է, որ մեկ ավտոբուսը 60-ից 80 ավտոմեքենա ուղղակի փոխարինում է։ Այսինքն մեր ճանապարհը լինելու է ավտոբուսային գծերի ավելացումը, մեր ճանապարհը լինելու է քաղաք մուտքերի մոտ հարմարեցված պարկինգների ստեղծումը եւ իրենց համար այսինքն պետք է այնպես անենք, որ հանրային տրանսպորտը ավելի հարմար լինի։ Եվ ինչքան էլ որ դա բարդ չլինի ասել, պետք է նաև հասկանանք, որ ինչքան հանրային տրանսպորտի համար հարմար լինի, այսինքն առանձնացված գիծ ունեցանք Միասնիկյան պողոտայով, այդտեղ դժոխքը կրկնապատկվում է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ հարմարությունը հանրային տրանսպորտի համար, որ ստեղծելու ենք, ինքը ավտոմեքենաների համար ավելի դժվարացնելու է իրավիճակը, այսինքն ուզած չուզած այն մարդիկ, ովքեր որ գնալու են այդ ճանապարհով, պետք է նախընտրեն հանրային տրանսպորտ։ Իսկ էստակադաներով մի քիչ սվետոֆորների քանակն էլ է շատ բանանում դանդաղացնում ամեն ինչ էլի, որ մի քիչ անցումներն էին, օրինակ Հայրենիքի այդ բանում, այդ պրոյեկտը կարծեմ մենք այդ բոլոր պրոյեկտներից հրաժարվել ենք եւ Հայրենիքի եւ Կրկեսի եւ բոլոր կենտրոնական քաղաքային միջավայրում։ Տեսեք, իրականում շատ երկար մեր ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ քննարկումներ ունեցանք թեմայի շուրջ եւ մոտավորապես 3-4 տարի իրապես այդ հատվածում մի իրավիճակ էր ստեղծվելու անանցանելիության եւ ընդհանուր հարակից տարածքներում հավելյալ անանցանելիության, որի արդյունքը շատ չափելի չէր, այսինքն այնպես չէր, որ այտենց հետո գնում է իդեալական շարունակվում այդ ճանապարհը։ Անգլերեն բառ կա bottleneck, եթե bottleneck-ը ինչ որ միտեղ կա, այսինքն ինչ որ միտեղ նեղանում է, ու կանգնում է մեկը այդ տեղի քո ստեղծած էֆեկտը չկա, չի աշխատում։ Եվ իրականում նաև մի քաղաքային միջավայրի ձևավորման տեսանկյունից է կարևոր փաստ արձանագրենք, այդ ավտոմեքենաների համար հարմարեցված էստակադաները եւ թունելները ընդհանուր այդ քաղաքային միջավայրը աղճատում են։ Այսինքն մի հատված, որը քայլելու համար հարմարեցված էր, ինքը փոխվում է, ինքը դառնում է մի քիչ ավելի ավտոմեքենաների համար հարմարեցված, իսկ փոքր կենտրոնում եւ հենց մի քիչ էլ դրանից դուրս մենք կարծում եմ չենք ուզում այդպիսի բան անել։ Եվ բարեկամության մետրոյի այդ հրապարակի հարակից էստակադան շատ հարմար բան է, բայց իրականում այդտեղ տենց քայլելու բանի հրապարակ չի։ Բան չունեմ ասել։ Բոլորս մի տարի կծերանայինք, եթե չլներ։ Բան չունեմ ասելու, բայց այդ խնդիրը այլ լուծումներ ունի եւ այդ այլ լուծումներն են տալիս բոլոր զարգացած քաղաքները, մենք էլ այդ նույն ճանապարհով ենք գնալու, նոր հեծանիվ չենք հորինում։ Ես էլ ուզում ասեի, այստեղ պետք է ուղղակի, չգիտեմ, AI-ով կամ big data-ով միջազգային փորձով տնել, որն է այս դեպքում ավելի արդյունավետ, ոչ թե ինչ որ տենց ճաշակի կամ բան լինի, այլ մաթեմատիկա լինի, էլի կոպիտ ասած, sense դեպքում ավելի լավ է։ Բայց ուզեմ վերադառնամ այդ ավտոբուսներին ու ոնց ենք բեռնաթափելու սովորական մեքենաներից, այն ինչ որ ասում եք, ինքը կարա չաշխատի, եթե չլինեն պարտադրող ինչ որ ֆինանսական խթաններ, որովհետև օքեյ, եկան ավտոբուսները, դժվարացավ անցնելությունը սովորական մեքենաներն, եւ ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր օքեյ, պատրաստ են 1-2 ժամ խցանման մեջ լինել, բայց իրանց սիրուն մեքենայով գնան։ Ու ինձ թվում է, ինչպես նաեւ այլ քաղաքներում, պետքա ինչ որ ֆինանսական գործիքներ կիրառեն, որ մարդիկ չուզենան իջնեն քաղաք կոֆե խմելու իրանց մեծ մեքենայով։ Իրականում այդ ամեն ինչը արվում է միասին համադրությամբ, այսինքն երբ որ համակարգը, այսպես ասած, վերջնական ներդրվելու լինի, երբ որ այն կետում, երբ որ մենք կտեսնենք Միասնիկյանի վրա առանձնացված ավտոբուսային գիծ, մենք նաև պետք է արդեն ունենանք
հարմարեցված ավտոկայանատեղիները հյուսիսային հատվածում եւ մենք պետքա ձեր ասած գործիքները արդեն ներդրած լինենք։ Այսինքն իրանք միասին պետք է։ Իրանք կոմպլեքս բանի լուծման տարբեր բաղադրիչներ են, որոնք միասին միանշանակ կաշխատեն։ Եթե ունենանք այդ ավտոբուսը, որը որ հստակ մարդկանց արագ առանց դադարի միասնական պողոտայով այդ գծով կիչացնի, թե ունենանք հարմարեցված ավտոկայանատեղին այն հատվածում, որը որ թանկ չի լինի, որը շատ կարևոր է, որովհետև այստեղ նաև սոցիալական կոմպոնենտը կա, եւ կունենանք նաև որոշակի արգելանքներ ավտոմեքենաների մուտքի համար, որոշակի, չգիտեմ, կլինի դա վերջում կենտ համարները, կլինի ինչ որ տուրք, տարբեր լուծումներ կան այդտեղ, այսինքն մարդու համար պարզա որ ավելի ձեռնտու կլինի իր շարժն ապահովել հանրային տրանսպորտով։ Եվ իրականում դա այն լուծումն է, որին մենք պետք է գնանք, ուզենք թե չուզենք։ Բայց հենց այսօրվա վիճակում, օրինակ էլի մեր պատրաններից մեկը ողոքներ, որ երևի ցերեկվա ժամերին հա օքեյ է, բայց այն պիկ ժամերին մարդիկ ամեն դեպքում այդ ավտոբուսները չեն բավարար, որպեսզի բոլորը տենց չծրված, տենց հանգիստ գնան, ինչը էլի գազելների համեմատ լրիվ պրոգրեսը կա, բայց մեկը չի հեյիկ հասնում այդ բանը։ Այդտեղ մենք պետքա հասկանանք, լավ, օքեյ, ընդունում եմ դա, աշխարհում քաղաք կա, որ դա այդպես չի, որ պիկ ժամերին տրանսպորտը սենց իդեալական ազատ է, բոլորն էլ նստած են։ Ես մի տարի Լոնդոնում եմ ապրել, պիկ ժամերին այնտեղ կար ավտոբուսներ, 4 ավտոբուս կարող անցներ ու անհնար լիներ նստելը։ Բայց իրականում մեզ մոտ այո, պիկ ժամերին որոշակի խնդիր ունենք, այնց խցկված ենք բավականին տեղաշարժվում։ Հիմա դրա համար այնուամենայնիվ մենք շարունակում ենք նոր տրոլեյբուսներ, նոր ավտոբուսներ գնել, այսինքն մենք չենք դադարել դա անել։ Այս տարի 45 նոր տրոլեյբուս է մտնում, նոր գծեր 170 նոր ավտոբուս ենք գնում 8.5 մետրանոց, որի մրցույթը շուտով էլի հայտարարում ենք, որը որ հանուն արդարության պետքա փոխարինեն մասնակի մեր հին այն հիգերները, մանուշակագույն ավտոբուսները, որոնք որ մի փոքր ավելի փոքր են եւ այնց արդեն շատ հնացած են եւ այն բազմաչարչար նոր գազելները, որոնք որ էլի այնց Հիմա ներվը տեղից էլ շատ էր, դուք էլ մի հատ էլ ասեցիք, որ վարորդը պետքա այդ ուղևորցի հետ կապված, հիմա մեջտեղի հետևի դուռը չի բացում, սկսում է ինչ-որ լարված վիճակ, ու ես լավ հիշում եմ այդ արտահայտությունը հետևի դուռը բաց, այսպես վաղ 90-ականներից մեր մանկության ուղեկցող բաներ, էդի վերադարձավ, ինչի չի կարելի, էդի նույն քաղաքակիրթ կոնտրոլյորների ձևով ստեղծենք աշխատատեղ, իրանք կբռնեն նապաստակներին եւ հələ մի բան էլ օգուտ կստանա քաղաքացի։ Ես այս հարցին ուղղակի ավելացնեմ նաեւ որպես կոնտեքստ էլի, ես որպես քաղաքացի հարկմուծող շատ ներվայանում եմ, որ sense ինչ որ պահից գիտեմ էլի, տենց զանգվածաբար կամ չեն վճարում կամ ինչ որ տենց մունաթ են գալիս, այսինքն տենց ինչ որ մղձավանջ բան է էլի դարել սովորական այդ պրիմիտիվ վճարելը։ Ու ես օքեյ եմ այն խիստ բաների հետ ու շատ ոչ պոպուլար նաև անդրադարձել եմ մեր հաղորդման մեջ, երբ կոնտրոլյորները մոտենում են ինչ-որ բան են անում, ես ասում լավ են անում, այո, պետքա մոտենան ու տուգանեն, այո, պետքա մի քիչ մեկ ճիպոտով քաղաքակրթել, եթե դժվար է մարդը քաղաքակրթվում։ Նենց որ գազարեն էլ կա, բայց նաև ճիպոտն էլ պետքա լինի ու արդյոք ինչ որ խստացում կլինի, որ մարդիկ սովորեն այդ ցիվիլ վճարելու մշակույթը։ Անսալով ձեր պահանջին, Սերգեյ, եւ բազմաթիվ այլ քաղաքացիների եւ նաեւ հասկանալով, որ ունենք համակարգային խնդիր, այսպես ասած, այդ պատասխանատվությունը գիտակցելու հետ կապված, որ յուրաքանչյուր վճարում նաեւ նպաստում է այդ նույն տրանսպորտի զարգացմանը, չմաշվելու, հասկանում են։ Շատերը հասկանում են եւ շատերը դրա համար էլ վճարում էին եւ կար մի զանգված, որը առհասարակ այդ պատասխանատվության կտորը չէր ուզում տեսնել, բայց նրանք էլ ես վստահ եմ բոլորն էլ պատրաստ են այդ հասկանալու ճանապարհն է պետք ստեղծել։ Հիմա օրինակ նայենք, մենք ունենք 1000-ից ավել վարորդ, ունենք 79 ուղեգիծ եւ տենց մոտավորապես տենց, չգիտեմ, մի 700 ավտոբուս, այսինքն այդ բոլոր ավտոբուսները անընդհատ գծի մեջ են։ Արդյոք մենք պետք է պահենք 700
կոնտրոլոր ասած։ Բանի քանակով չի պահում։ Դե իհարկե ոչ Ռանդոմային ռուլետկայի էլեմենտ պետք է լինի, որ եթե ազարտի բայց եթե մեզ թվում է, որ այն մեթոդը, որ մենք կիրառում ենք, էլի մենք ենք օրինել, դա այդպես չի։ Աշխարհում շատ քաղաքներում կա։ Ես էլի նորից նույն Լոնդոնի օրինակը բերեմ, շատ կոնկրետ օրինակ բերեմ, երբ որ ես էի նստել ավտոբուս եւ մի տղամարդ մտավ ավտոբուս եւ չվճարեց, բացահայտ չվճարեց, վարորդը կանգնեցրեց ավտոբուսը եւ հայտարարեց, որ չի քշելու, մինչեւ չվճարի կամ չիջնի ավտոբուսից։ Անցավ 40 վայրկյան եւ ավտոբուսում եղած մարդիկ երիտասարդին ասացին իջի։ Եվ իրականում այս մեթոդը, այդ այսպես ասած пассив դիմադրության, հիմա ասեմ ինչ արդյունքների է բերել մեր քաղաքում։ Մենք հավաքագրել ենք երեկվա տվյալներն եմ ասում, հավելյալ հավաքագրել ենք մոտավորապես 350 միլիոն դրամ։ Ավտոբուսը ինչ արժի։ Ավտոբուսը մոտավորապես արժի $80,000, որը գալիս է մոտ մի 30 միլիոն դրամ։ 10 հատ ավտոբուս։ Okay, պետք է ռեֆերենս տակ, որ հասկանանք սովորաբար ինչքան էր նում, որ հիմա դեռ Այդքանով ավել է։ Այդքանով միայն ավել, այսինքն սա խոսում այն մոտավորապես 50%-ով մեր վալիդացիաների եւ վճարումների թիվը այս ոչ պոպուլյար մեթոդով, որը իրականում ամրագրված է մեր վարորդների աշխատանքային պայմանագրերում եւ իրականում ի սկզբանե էլ հենց այսպես էլ նախատեսված էր։ Մենք մի կետի եկանք հասանք, երբ որ վստահ էինք, որ մեր վալիդատորների հետ կապված տեխնիկական խնդիրները նվազագույնի են հասցված, այսինքն միշտ կա ինչ-որ տոկոս տեխնիկական խնդրի, որից հետո ասացին Ժորժ ջան, բավարար է, հիմա եկեք անցնենք մի քիչ ավելի կանոնակարգված մոտեցման։ Եվ աշխատում է դա, եւ կարծում եմ, այտենց մի փոքր որ մի ժամանակ այս process-ը այսպես տանենք, այդտեղ արդեն այդ դուրը բացել, փակելու հարցերն էլ արդեն դուրս կգան։ Այս թեմա մեկ էլ մոտարպես ինչ որ ժամկետ կարող եք ասել, երբ նախատեսում եք գլոբալ փոփոխությունը, հա, անցում դեպի ավտոբուսներ, այտենց սահմանափակում այլ գործիքներով սովորական մեքենաների, որ այտենց անվերջ process չդառնա, էլի, որովհետև այտենց ինչ որ դե գոնե մի բան ասեք, որ մյուս տարի ասենք, ահա, ասեց, պետք է այսօր լինի։ Դե հիմա տեսնենք։ Իրականում այս մեր process-ը ինքը այտենց անդադար եղել է։ Այսինքն մենք տարի, չէ, հեսա կոնկրետ այդ հատվածով էլ կասեմ, բայց հանրային տրանսպորտի բարեփոխման տեսանկյունից այտենց տարի երևի ամիս չի եղել, որ ինչ-որ բան այտենց գլոբալ չի փոխվել, լավ, տարի չի եղել, որ գլոբալ ինչ-որ բան չի փոխվել։ Ամեն տարի 22 թվականից սկսած մենք ունեցել ենք նոր շարժակազմեր, որոնք որ մտել են գծեր, նոր ավտոբուսներ, նոր տրոլեյբուսներ, չգիտեմ 12 մետրանոց մեր մաները եւ նախկին քաղաքապետը ասում է սա ինքն է պայմանավորը։ Ես միանշանակ չեմ համաձայնի։ Ես մեր Երևանի պատմությունն է։ Իրականում դա կառավարության վերցրած վարկով գնված ավտոբուսներ են, որոնք որ դեռևս քննարկվում էին, երբ որ ես էի փոխվարչապետ ինձ մոտ, հետեւապես այո, իհարկե այն ժամանակ է քաղաքապետարանը իր համաձայնությունը տվել էր, որ իրանք ունենան այդ ավտոբուսները։ Ժամկետ հիմա ամեն տարի մենք տեսեք շատ բայց խցանները չեն թեթևում։ Այո, իհարկե, ու ինչքան քաղաքում ակտիվությունը ավելանա, եւ եթե չտրվեն լուծումներ, խցանումները ավելի վատանալու են։ Ինչ ենք մենք հիմա անում։ Մենք ներդրել ենք մի համակարգ, GIS համակարգ, որը որ մեզ տալիս է տարբեր թվային պատկերներ քաղաքում տարբեր բաների վերաբերյալ ներառյալ շատ շուտով մենք ունենալու ենք քաղաքային, այսպես ասած, տրաֆիկի քարտեզը։ Մենք տեղադրում ենք տեսախցիկներ քաղաք մուտքերի մոտ, այն հիմնական մայրուղիների մոտ եւ սկսում ենք չափումներ իրականացնել։ Դա անելու ենք մոտավորապես 2 ամսվա ընթացքում։ Մենք մի կենտրոն ենք ստեղծել երթևեկության կառավարման եւ շարժունակության, այս ամբողջ ինֆորմացիան կենտրոնացվում է այնտեղ։ Մենք այս տարի կունենանք կոնցեպտուալ լուծումները, հաջորդ տարվանից սկսելու ենք իրագործել փաստացի այն ինչ որ ես հիմա ասում եմ։ Այստեղ շատ կարևոր է այդ չափումները, ինչով են կարևոր, որ հասկանանք մոտավորապես այդ պարկինգի չափը ինչ պետք է լինի այս հատվածում եւ մյուս հատվածում ինչ պետք է լինի եւ այդ հոսքը, ուղևորահոսքը, քանի ավտոբուս է այդտեղ պետք է հավելան, որպեսզի այդ ուղևորահոսքը նաեւ կարողանանք սպասարկել, մինչեւ ասում եմ, այդ Միասնիկյանի այդ դժողքը կրկնապատկելը։ Այսինքն այս տարի մենք կունենանք պատկերը վերլուծած, հաջորդ տարի կսկսենք իմպլեմենտացիան։
Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin IDS Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin IDS։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin IDS Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Աչափնյակի մետրոն, որը վերի նույն կոմպլեքսի մեջ է մտնում, ոնց որ այն փուլում էր, որ հետազոտություն եւ բան նախանցած 25 թվին պետքա որ ավարտված լիներ, այս վերջի ավականիստերից էլի տեսնում եմ, որ ինչ որ բաներ ուշանում են, չկան, այս տեմպերով ոնց որ պրոյեկցիա եթե անենք, երբ դրա մասին կարելի է այդպես լուրջ խոսալ եւ այստեղ ուրիշ մոտեցում էլ կա, որ մարդիկ ասում են, հա, բայց այդպես ռեալ շատ էական խնդիրը չի լուծելու մի կայարանը, ուստեղ լոգիկա կա, եթե ունենանք ցանց, այդտեղ ինչ հաշվար կա ու էլի մեզ խոստում տվեք, որ հետո բռնվելու տեղ ունենանք։ Իհարկե։ Աջափնյակի մետրոն էական խնդիր է լուծելու, Աջափնյակի մետրոյի կառուցումը, կայարանի կառուցումը, մենք մոտավորապես մետրոյում ուղևորահոսքի քանակը ավելացնելու ենք 25%-ով։ Ու դա ահռելի թիվ է իրականում եւ դրան զուգահեռ Աջափնյակի մետրոյի կայարանի բարդ process-ին զուգահեռ մի հատ էլ մետրոյի արդիականացման ծրագիր ենք քննարկում եւ որը շուտով ներդրում է մեր կառավարության կոմիտեում պետք է քննարկվի եւ հաստատվի, որովհետեւ մեզ էականորեն ավելի շատ եւ նոր վագոններ են պետք, որպեսզի այդ հոսքը կարողանանք սպասարկել։ Այստեղ ես մեծ խնդրեմ եմ տենում այդ խոստման եւ իրականության հետ, որովհետեւ մի կողմից նոր կայարանի մասին է արդեն քանի տարի է խոսք գնում, մյուս կողմից որ մի հատ վագոն ավելացնելը եղած կայարաններին, դա այդպես շուտ իրադարձություն եւ շատ բարդ process է, այս երկու բանը իրար հետ չեն։ Որովհետև այդ բոլոր վագոնները հին են, իրանց վերակենդանացնում ենք մոտավորապես տենց արդեն անգործունակ վիճակից եւ իրանց վրա արված ծախսը ահռելի մեծ է։ Այսինքն մենք մի 3 վագոն ավելացնելու համար մի քանի 100 միլիոն դրամ փող ենք ծախսում։ Երբ որ կոպիտ ասած մենք արդեն հասունացել ենք, ելել ենք այն կետին, որ այդ բոլոր վագոնները պետք է փոխարինենք։ Բոլորը, այսինքն իրանք բոլորը հնացած են։ Հիմա Աջափնյակի մետրոն իրականում ինչքան կարևոր է մի քանի տենց էլի ֆունդամենտալ հարց հասկանալ։ Մենք մետրոն շինարարության մեր բոլոր կարողությունները այս տասնյակ տարիների ընթացքում, որ որևէ process տեղի չի ունեցել, կարելի ասել կորցրել ենք ամբողջապես եւ կախված ենք մեր, այսպես ասած, միայն դրսի գործընկերներից, որոնք որ այո, ինչ որ չափով լուծումներ տվել են, այդ ինչ որ չափով լուծումները հələ մի հատ պետք է հասկանանք։ Այդ կարողությունն է պետք, որպեսզի հասկանաս ճիշտ են գծը, ինչ որ բան ճիշտ ընդունենք, այդ գործը չընդունենք եւ այդպես տենց շատ բարդ process-ներ։ Այսինքն մեր միայն փորձաքննությունները այդ նախագծի տևել են ավելի երկար, քան հենց բուն նախագիծ անելը։ Այն համալիր մի հատ փորձաքննություն ունենք, որ տենց բոլոր գերատեսչությունները ամեն մեկը իր կարծիքը պետք է տա, դա ավելի երկար է տևել, քան հենց բուն նախագիծը։ Եվ այս պահին կարող եմ ասել մենք ունենք հետևյալ պատկերը։ Մենք ունենք նախագիծ, մենք ունենք
խոշորացված նախահաշիվ։ Մենք ունենք գերակա որոշման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, որը հիմա կառավարությունում է գտնվում, եւ մենք ունենք կոմիտեի նիստ, որտեղ որ 100%-ով, 99-ն էլ չէ, 100%-ով այս նախագիծը հաստատվելու է։ Կոմիտեի նիստը դա կառավարության մակարդակով նիստն է, որտեղ որոշվում են ամենախոշոր ծրագրերը, թե որն է առաջնահերթություն, որը ոչ։ Հիմա այս մետրոյի նախագիծը գնալու է այնտեղ։ Իրա տեսորեն բաժանել ենք 3 փուլի։ Ինքը ունի կամուրջ, ինքը ունի թունելային հատված, որը փորված է, բայց պետքա մի հատ նորից հիմնանորոգվի, եւ ինքը ունի հենց բուն կայարանի հատվածը։ Եվ իր բարդությունը կայանում է նրանում, որ մենք էլ, այսպես ասած, տենց նոր մեթոդ, մեր գնումներից ստանդարտից շեղվող մեթոդով պետք է անենք, ֆիդիկ պայման։ Ասես բոլոր բարդ բաները ասում են, բայց իրականում ինքը իրապես շատ բարդ բան է։ Բայց համել 8 տարի անցել է, որտեվ այդ ասելը սկսվեց 8 տարի, բայց 8 տարի ինչից է անցել։ Մենք ռեալ process-ը նախագծման, երբ որ տենց պուսկ ենք տվել, կարելի ասել սկսել ենք 22-23 թվականից։ 23 թվականից մինչ օրս, այո, նախագծի եւ այդ նախագծի փորձաքննության վրա շատ երկար ժամանակ ծախսել ենք։ Արդարացված երկար ժամանակ էր դա։ Կարծում եմ այո, որովհետեւ շատ հետո առաջ ա եղել, շատ բաներ փոխվել ա ներսում։ Եվ այդ ընթացքում մենք որոշակի գիտելիք ոնց որ վերականգնել ենք, այսինքն այդ նախագծման process-ում մենք էլ տենց որոշակի գիտելիք եւ հիմա էլ մեր Երևան նախագծի առջև խնդիր ա դրված, որ իրանք այսուհետ պետք է այդ բաժինը ունենան, որովհետեւ մետրոն շարունակաբար այդ նախագծերը մենք պետք է կարողանանք ինքներս մատակարարել քաղաքի համար։ Այս փուլում մեզ կարելի ասել մնում է արդեն մոտենալ այդ շինարարության մրցույթներին, որոնք որ էլի բարդ process են լինելու, իմ կարծիքով մենք հաջորդ տարի բուն շինարարությունը ֆիզիկապես կսկսենք։ Եվ իրականում ես մի բան եմ նկատել, բոլոր այն նախագծերի վրա, որի վրա մենք շատ ժամանակ ենք ծախսում, հետո այնպես է ստացվում, որ շինարարությունը էականորեն ավելի արագ է լինում։ Օրինակի համար Ալբերտ Ազարյանի մեր մարզադպրոցը, չգիտեմ, տեսել եք Աթենքի փողոցի աջ հատվածում մարզադպրոց ենք սկսել կառուցել նախորդ տարի։ Այս տարի հեսա ավարտելու ենք, հսկայական մարզադպրոց է, եւ այդ նախագծի վրա մենք մի 2.5 տարի տենց ուղղակի ինքը հանրության ուշադրության կենտրոնում չէր, որովհետեւ այդքան շատ չենք խոսել այդ մասին, բայց հիմա մոտավորապես 1.5 տարում ավարտում ենք։ Արդեն տենց մոտ ենք, էլի տեսանելի։ Այս տարի ինչ եք անելու։ Ինչի հետ հիմա ինչ ա կատարվում, հիմա ինչ որոշումներն ենք կայացնելու, գերակաշայի որոշումներ ենք կայացնելու, օտարելու ենք հողերը։ Հայեցակարգ է կազմվել ինչ որ բայ։ Չէ, այդ հողերը պետք է գնենք, չէ՞ մենք, որպեսզի այդ կամուրջը անցնի։ Հանրային չեն, հա։ Չէ, այնտեղ կան մասնավոր հողեր, ոչ շատ սեփականատերերով, եւ իրականում այդ հանրության գերակաշահ պետք է ճանաչվեն այդ հողերը պետք է օտարենք, բերենք մեր բալանս, որպեսզի հետո այդ նախագծով արդեն Իսկ մի հատ նախագիծ էր շրջանառվում այտենց մի քանի տարի առաջ, որ այտենց ինչ-որ ստորգետնյա մոլ էր, թե ինչ էր, որ այդ Կայրանը ինքը նաև կոմերցիոն այտենց բան ալնելու, հետեւաբար ինվեստորները շահագրգիռ կմնան այդտեղ ներդրում։ Այդտեղ մենք գնում ենք այն ճանապարհը, որ առանձին այդտեղ տեխնիկատնտեսական հետազոտություն ենք անում, որով որ մենք հետո վաճառքի կհանենք միգուցե այդ հանրային հասարակական տարածքները կամ վարձակալության հələ մոդելը վերջնական չենք որոշել եւ մասամբ դա կարող է ֆինանսական ոչ թե կարող է, այլ մասամբ ֆինանսական այդ բեռը կծածկի մետրոյի կառուցման բեռը, որովհետեւ ինքը դառնում է արդեն տենց կենտրոն եւ այդտեղ պլանավորվում է էլի մեծ ավտոկայանա տեղի ունենալ, որովհետեւ այդտեղ պետք է գալ թողնել ավտոն գնալ եւ շարունակել հանրային տրանսպորտը։ Գտնել գծին։ Այո, էլի, հա։ Մետրոյի բայց գումարի մի մասը ծախսվեց ավտոբուսների վրա, եթե ճիշտ եմ հիշում, հետո որտեղից է ամեն տարի պետբյուջեում մենք նախատեսել ենք գումար, որպիսի բոլոր հնարավոր եթե կարիք կլինի արդեն մտնել այդ հանրային գերակաշահով օտարումը անել, սկսել անել, երբ որ այդ կետին դեռ չենք հասել, որովհետև սպասում ենք դե փորձաքննությունը լինի, անընդհատ այդ փորձաքննության հետո առաջն ենք սպասում։ Ո՞վ անում այդ փորձաքննությունը։ Ուզում տենամ այդ։ Իրանք մեղավորություն չունեն, էլի եմ ասում, պետքա մենք ընդունենք, որ մեր այդ նույն փորձաքննողները ուղղակի չունեն
այդ փորձը 30-40 տարի, Ժորժ, դե 40 տարի երբ որ մետրո չի կառուցվես, Չկա Մոսկվայի հետ, Լոնդոնի հետ։ Օրինակ ռեմոնտի տենց բան գիտակ չեմ, էլեկտրապարավոտկայից թույլ եմ, բայց եթե պետք է էլեկտրապարավոտկա անեմ, գտնում եմ դրսից կամ ներսից մասնագետ գալիս է, գծում է բանը, տալիս է, ասում է, օքեյ, հիմա խնդիրը կայանում է նրանում, որ մեր օրենսդրությամբ այդ համալիր փորձակնությունը չի կարող դրսից մասնագետ անել, դա պետք է անեն մեր գերատեսչությունները։ Հա, այսինքն շանս չկա, ինչ ասես։ Մենք տեսել ենք Ազիայում ոնց է քվեարկությունները։ Չէ, կա շանս եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ իհարկե ժամանակ ծախսել ենք դրա վրա, բայց էականորեն այդ, այսպես ասած, գիտելիքը թարմացրել ենք ու դա կարևոր է, որ մեր գերատեսչություններում են մարդիկ, ովքեր որ ծանոթացել են այդ նախագծին, հետագայի համար էլ է շատ կարևոր։ Իսկ այդ Աչափնյակի գիծը հետո նախատեսվում է, որ ինչ որ մի հատ ավելանել եւս։ Այո, երկու տարբեր ուղղությամբ ինքը պետք է շարունակվի, այդպես էլ ի սկզբանե նախատեսված է եղել դեպի Դավթաշեն եւ շարունակությունը Աջափնյակի եւ դեպի Մալացե Սեբաստիան, որտեղ որ մեծ հավանականությամբ արդեն վերգետնյա պետք է լինի մետրո։ Այդ շատ ավելի էժան է, չէ՞, ամել վերգետնյան։ Հələ էժանը թանկը չգիտեմ, եկեք այս մեկը սկսենք։ Well, կամաց ամեն դեպքում ես գնամ կոստյումը սկսեմ հարթուկել, որով նախապատրաստել եմ հատուկ Աջափնյակի մետրոյի բացման օրվա համար, սիրուն դրած այնտեղ։ Всё։ Այդ հանրային հողերի մի հատ էս պոչնել սրա բան անենք, այդ ճանապարհը, չէ, հա, որը դեֆանսի կողքով այդ ճանապարհը sense գնում է ու 4 տարի առաջ երախուն տանում էի այդտեղ դպրոց, առաջի դասարան էր, սեպտեմբերի 1-ն էր, տենց եկանք, սա վերջացրած է էլի, այդ բանը հələ հիշում եմ Տարոն Մարկարյանն էր վայից է տենց վրայով քայլել, որ всё, տենց կառուցեցինք, ու գալիս ասում այդ վերջի կտորը, հիմա երախեն արդեն 4-րդ դասարան է, ու ոնց հասկանում ենք, մի հոգու պատճառով մի եկյա քաղաքապետարան չի կարող սաղից նվիրի այդ փողոցը, որ Շերամի այն հատվածի մասին վերջի կտոր, որտեղ 99%-ը всё, սաղ կա արդեն Տարոնի ժամանակվանից մոտավորապես։ Հա, նու տենց Տարոնի ժամանակվանից չէ, բայց ամեն դեպքում համաձայն եմ, որովհետև մոտավորապես այդ գործը մի քանի տարի շարունակ կառավարությունը, ոչ թե քաղաքապետարանը, այլ կառավարության մեր գործընկերները դատարանում էին մի հոգու հետ, ով կասկածելի դատական բաներ, դատավորը ոնց որ արհեստական երկարացներ, ինչ որ տենց տպավորություն։ Այդ թեմայով չեմ ուզում առանձնարար խոսել, բայց այնուամենայնիվ լուծված է հարցը։ Դպրոցը ավարտելուց առաջ։ Հիմա նույնիսկ հրատապության կարգով այս ամիս կամ հաջորդ ամսվա սկիզբ ֆիզիկապես տեսնելու ենք շինարարությունը սկսած այդ հատվածում։ Այսինքն հյուսիս-հարավի այդ վերջին կտորը, շրջանցիկի վերջին կտորը ամենահրատապ ռեժիմով ենք մենք դրել, որովհետև իրապես տենց ահավոր վիճակ է, բոլորս գիտակցում ենք, փաստացի դատարանը արգելք էր դրել տարիներ շարունակ, իրականում շատ դժվարին, բայց բարդ այդ իրավական ճանապարհը ներգրավելով արդարադատության նախարարությունը, փոխվարչապետի գրասենյակը, բոլորով միասին աշխատեցինք եւ տենց ինչ որ լուծման եկանք վերջնական։ Իսկ Քոչյանը շատ արագ կլուծեց հարցը, բայց օքեյ։ Այդտեղ արդեն հարցը հետեւյալի մասին, արդյոք մենք ուզում ենք իրավական երկիր ունենալ, թե չենք ուզում։ Okay։ Մայիսի 14-ին մենք անում ենք նախընտրական վակցինացիա, բոլորովին նոր ստենդափ ընտրություններից առաջ։ Այն ամենը ինչ եղել է մինչև ընտրությունները, այս 5 տարին սիրուն հավեսով փաթեթավորում ենք, քամում ենք ամենահետաքրքիր մասերը եւ պատրաստվում ենք հունիսի 7-ին։ Ու արդեն ասենց կոփված իմունային համակարգով կարող են գնալ եւ քվեարկել, նենց որ բաց մի թողեք Տոմսերը ticket system-ի միջոցով դուք եւ Թոմը բոլորդ միասին գնեք եկեք մեր մոտ։ Դե անցնենք անիֆին։ Լավ, ես չեմ ուզում անվերջ լինի այս թեման, մի հատ հասկանանք հիմնական խնդիրները, որոնք են, ստեղծվել է շատ լավ նպատակներով հայկական հետաքրքրությունների հիմնադրամ, ինչպես գիտենք, լավ նպատակներով շինված է ճանապարհը դեպի դժոխք, բայց ի սկզբանե ինքը մի նպատակով է ստեղծել, հետո ադապտացվել է, ինչ որ գումարներ են դրվել, չեմ ուզում թիվ ասեմ, հաստատ չեմ հիշում, միլիարդների մասին է կարծեմ խոսքը, եւ ուղղակի տպավորությունն է, որ այդ հասկանալի չի ի վերջո
ուր են այդ գումարները գնացել եւ ինչ է դա բերել եւ օրինակ այն ծրագրավորողներ կիբերանվտանգության մասնագետներ հա այդ բանը շատ տենց օրինակ էր որտեղ զգացում է որ ինչ որ բան նիտո է էլի տենց շատ մեծ գումար է ծախսվել ոչ այդ մարտիկ են երևում ոչ ով է կազմակերպել այդ մրցույթը ով է այն մյուս կազմակերպությունը Դելավերում օֆշորում խիա օֆշորում գրանցված եղել կազմակերպություն որի հետ մենք պետք է համագործակցենք ինքը ֆիշի պահեր կան ուր են մեր հակերները այդքան փող ծախվել է ու նաև այս բանում ձեր դասարանցին է մեկ ձեր կնոջ ընկերուհին է մեկ ինչ որ ոչ իմ սա ինչ որ սաղ ձեր շուրջ է ոնց որ դե հետևյալն ասեմ նախ սկսենք թվերից Եթե տենց որ վատ է սա, ես համաձայն չեմ կտրականապես, որ Անիֆը վատ բան է եղել եւ ինքը վատն է եղել եւ ես համոզված եմ, որ իհարկե ժամանակը ամեն ինչ ճիշտ տեղը դնելու է եւ ոնց որ սկսել է դնել ինչ որ բաներ, իր ճիշտ տեղը, շատ աննկատ մնաց, վերջերս կառավարության մի հետաքրքիր որոշում Անիֆի արված ներդրումների մասին, որտեղ որ Անիֆի արված 2.9 միլիարդ դրամի ներդրումները 3.6 միլիարդ դրամով վերադարձել էին կառավարությանը։ Որտեղ այնտեղ ստիպողաբար հետ էին գնում ինչ-որ բաներ։ Ոչ, ստիպողաբար չի եղել, եղել է առաջարկ կառավարության կողմից, որ Ժորժ ջան, եթե ուզում եք, հետքը ձեր հետ вообще համաձայն չի լինի, որտեղ եթե չես համաձայնվում այդ հետ առնելուն, քրեական գործ է հարուցում, հետեւաբար բոլորը magically մի րոպե, քրեական գործ ոնց կարա հարուցվի, եթե քրեական գործի հարուցման հիմք չկա։ Հիմա տեսեք, հետեւյալն է պատկերը։ Անիֆը ստեղծվել է մի նպատակով, որպիսի Հայաստանում նիշային կարևոր բիզնես, այսպես ասած, ներդրումներ իրականացնի պետության համար եւ լինի այդ պետության ֆոնդը։ Եվ այնտեղ աշխատել են մարդիկ, ովքեր որ հիմնականում տենց դրսում սովորած, իրականում տենց մասնագիտացած ժողովուրդ են եղել եւ հիմա որ ներդրումները նայում ենք, այսինքն լավ, օքեյ, եթե այդ փողերը կերած լինեին, ոնց պետք է այդ գումարները վերադարձնեին այդ նույն ընկերությունները։ Այսինքն պետք է չէ, տենց բան չի կարող։ Նույն Hard Rock կաֆեներ, տենց ինչ որ մի մասը հետ էր գնել, մի մասը դեռ չէր գնել, ինչ որ sense պատմություններ հետո աշխատող բիզնեսներ էին ոնց որ ապագա բոլորը աշխատող բիզնեսներ էին կային դեպքեր բիզնեսը միշտ ունի ուզում ասեմ եթե ամեն ինչ այդքան լավ է ուր են մեր կիբեր անվտանգության բաները որոնք այդ ծրագրի որը 10 միլիարդ էր 10 միլիարդ ծախսվել է այդ մարդիկ մասնավորում են ինչ որ աշխատում 10 միլիարդ չի ծախսվել կիբեր անվտանգության պատմությունն էլ հետեւյալն է կար Orbis ամերիկյան ընկերությունը, որը կարելի է ասել, տենց շատ ուղիղ փոխկապակցված էր նաև իրենց պետական մարմինների հետ, որը որ նաև, չգիտեմ, տարբեր լուրերով տեսել եք, որ օրինակ ամերիկյան այն ընկերություններ, որ Իսրայելում են հումանիտար ծրագիրներ իրականացնում։ Այսինքն լուրջ ընկերության մասին է խոսքը, որը որ բերում էր օրինակ Intel ընկերության Chief Information Officer-ին Երևան, Rory-ին, շատ հետաքրքիր կերպար էր։ Այսինքն այդ որ այդտեղ ինչ որ ֆիշի կամ չգիտեմ այդ կարելի է ընդհանրել նոր բացված ընկերություններ մարդու կողմից որը երբեք cyber security ոլորտում չի աշխատել ու պլյուս ձեր կնոջ հետ համատեղ նկարներ կա Facebook-ում այդ աղջկան իհարկե անընդհատ բերում ենք եւ կապում ենք իմ հետ բայց այդ աղջկա աշխատում էր նաեւ Անիֆի այսպես ասած մեկ այլ ընկերությունում որը որ ու դրանից առաջ էլ աշխատում էր Fly Emirates-ում թե Emirates ընկերությունում, այսինքն ինքը իր ճանապարհով է եկել այդտեղ հայտնվել, անկախ իմ կնոջ հետ կապ ունենալ չունենալուց։ Նույնիսկ կարող է այն ժամանակ են իրանք ծանոթացել, երբ որ արդեն ինքը աշխատում էր այդ Անիֆի, այսպես ասած, ընդհանուր հովանոցի տակ գտնվող ընկերությունում։ Հիմա Ռոզեսկի մեջ է ինքը ճիշտ եմ հասկանում։ Դավիթ Փափազյան։ Երևանում է։ Դավիթ, տեսեք Ժորժ ջան, ես ասենց ասեմ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ կպարզաբանվի եւ այտենց շատ բաներ այտենց իրանց տեղերը կընկնեն եւ մի բան էլ ասեմ, որը երևի երբևէ չեմ ասել, բայց մեր համակարգում, նույն պետական համակարգում շատ մարդիկ կան, որ շատ նուրբ կարելի է ասել, որ պրոֆեսիոնալ չեն։ Եվ իրականում շատ դեպքերում, երբ որ այս տեսակ մարդիկ, այսպես ասած, այլ մի քիչ էլ գումարենք այն խանդը, որ պոտենցիալ կարող լիներ Անիֆի հետ կապված, որտեղ այնտեղ ինչ-որ աշխատավարձերը բարձր էին, որ դե աշխատավարձերը բարձր էին Ժորժ ջան, որ բարձ բացատրեմ ինչի համար։
Պարզ բացատրեմ ինչի համար, որովհետև իրանք պետք է որոշումներ կայացնեին ներդրումային, որոնք որ այսպես ասած նույն բանկային ոլորտի նման, այսինքն բանկերում ինչի է աշխատավարձերը բարձր, ինչ որ մի մակարդակում, որովհետև մեծ գումարների հետ Չոր պրոֆեսիոնալներ պետք է աշխատեն։ Մի ամբողջ էկոնոմիկայի նախարար նախկին ասում էր, որ զանգում էին, ասում էին, այսինչ մարդուն ընդունի գործի, ու դա սենց էս ձեր ասացի ճիշտ հակառակն է, եւ Որտեղ անիֆում։ Հա, անվտանգության հետ կապված Factor TV Վահան Քերոփյանի հարցազրույցը, որ ասում էր, ԱԱՑ-ից տենց հորդորներ էր ստանում, ինչ որ մարդկանց ընդունել, ինչ որ պաշտոն։ Անիֆում։ Հա։ Այդ որ մասն էր, որ անցավ հետո էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ Անկեղծ ասած այդ հատվածի մասին չեմ կարող որևէ։ Մի խոսքով էլի, այստեղ նախ այդ պրոֆեսիոնալիզմի բանն է, երկրորդը տենց եթե խոսքը գնում է այն հատվածի մասին, որտեղ որ ես կարելի ասել ակտիվ ներգրավվածություն չունեի անիֆի process-ում, իրականում էս էլ է մի քիչ անարդար, որովհետև մեր շատ եւ շատ պաշտոնյաներ անիֆի հետ ծրագրերի հետ կապված ունեն կայացրած որոշումներ, որոնց հետ ես բացարձակ կապ չունեմ, ասենք ես եղել եմ պարետ այդ ժամանակ, երբ որ այդ ծրագրերը որոշվել են, այսինքն չեմ մասնակցել այդ գործընթացներին եւ ճիշտ ծրագրեր են եղել եւ այդ ծրագրերը փաստացի գնացել են իրական բիզնեսի մեջ, այդ իրական բիզնեսն էլ կայացել է ու գումարներն էլ հետապնդվել չկա, իսկ օրինակ Ադրբեջանում իսկ ով է մեղավոր Նարեկ ջան, այս հարցը ինչի մենք չենք տալիս այդքան խորությամբ ես նորից եմ ասում ոնց ադրբեջանցիների մոտ առանց անիվ Մազդարը մեծագույն եւ կարեւոր ներդրումային ծրագիր էր, որը կրկին մեր որոշ անձանց ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով գնաց գրողի ծոցը։ Տվեք անուններ։ Եվ իրականում տվել եմ անուններ, մի քանի անգամ եմ տվել, բայց այդ չի հարցը։ Իրականում, որպեսզի հասկանանք, Մազդարը ինչ էր։ Մազդարի ծրագիրը առաջինն էր տարածաշրջանում, Հայաստանը առաջինն էր։ Մենք բանակցել ենք, որ անիֆը, այսինքն պետական ընկերությունը Մազդարի այդ ծրագրում ունենա 15% փայամասնակցություն եւ ամենացածր գինն էր տվել Մազդարը հնարավոր շուկայական գներում, այսինքն մոտավորապես 3.7 ցենտ կիլովատի համար։ 3.7, եթե չեմ սխալվում, մոտավորապես 3.9։ Այսինքն ինքը ի սկզբանե շատ տենց խոստումնալից ծրագիր էր։ Հետո հողը չտվեցինք, այս չարեցինք, հա, կարելի է անընդհատ ասել անիֆը, բայց դե Ժորժ ջան, անիֆը ամենակարող չէր, ասենք այդ անիֆի շատ կոնկրետ ամեն մեկը իր տեղում ինչ որ մի պաշտոնյա։ Եվ ելի եմ ասում, ես ինձ մեղավոր համարում եմ այս ամբողջ process-ի հետ կապված, որովհետև երևի ինչ որ մի պայից էլ ես չեմ բավարար չափով զբաղվել։ Ինչ որ մի ժամանակ դեռևս օգնում աջակցում եմ, հետո քաղաքապետը որ տեղափոխվեցի, ոնց որ լրիվ, այսպես ասած, թողեցի իր կյանքով ապրի եւ այտենց բոլոր հնարավոր տեղերից ով հասավ մի բան կծեց պոկեց այդ անիֆից։ Չնայած հիմա տեսնում ենք, որ այդ անիֆի արած ծրագրերը մեկ այնուամենայնիվ իրենց արդյունքը տվել են։ Բայց այնուամենայնիվ ես կոմունիկացիան բավարար չափով ճիշտ ժամանակին չեմ արել եւ իմ մեղավորությունը ես այդտեղ տեսնում եմ, այսինքն եւ մարդկանց եւ մեր գործընկեր պաշտոնյաներին տարբեր բավարար չափով չեմ բացատրել անիֆը ինչ է, ինչ նպատակի է ծառայում եւ ինչ կարա դառնա, որովհետեւ գիտեք, երբ որ այդ միջավայրում անընդհատ նամանավանդ մի քիչ էլ ինքը, այսպես ասած, մի տեղ է, որտեղ այդ տենց իրանք ուրիշ են, բան տենց բարձր աշխատավարձ են ստանում, այդ խանդը միշտ իր հետ եղել է, այդ կոմունիկացիայի պակասն էլ որ եղել է, տենց լավ չի գնացել, էլի։ Գուցե պետք է տենց սեբը սպիտակի վրա մի հատ հաշվետվություն, որ այս ծախսվել է այս ծրագրի վրա, այս աշխատել են, սրանք չեն աշխատել, ուղղակի որ մարդիկ դրանան, ես որտեղ որ սկսում խորանալ, զգում եմ, որ կոնկրետ միտեղ չկա, էլի այդ հաշվետվությունը ինչա ծախսվել, որտեղ է ծախսվել, ասենք հիմնականը ուրա գնացել, որտեղ է երևում, տենց չափելի լինի, էլի։ Ես մի քանի անգամ շատ կոնկրետ թվերով ներկայացրել եմ անիֆի տված արդյունքները։ Եվ իրականում անիֆի գործունեությունից մենք ստեղծել ենք 800 աշխատատեղ, միլիարդավոր դրամների ներդրումներ ենք ներգրավել ոչ միայն պետական, այլ նաև մասնավորից, իրենց վրա ծախսված գումարից ավել հարկ ենք գեներացրել, Իրանց այս ներդրումային ծրագրերով էլ, այս վերջին կտորով է 2.9 միլիարդը, որ ներդրել էին 3.6 միլիարդ, հիմա կարող է սպասենք, ավել ստանայինք, կառավարությունը որոշեց այլ կերպ, որ ինքը
ընդհանուր օքեյ է, այսպես ասած, թեկուզ այս տոկոսը, որովհետև հիմնականում իրենց պայմանագրերով ավելի ծրագրի վրա է։ դրանք բոլորը այն հիմնադրամով իրականացրած ծրագրեր էին, որտեղ որ ներդրվում էին նիշային այդ բիզնես նախագծերի մեջ, այսինքն մասնավորի հետ, փայամասնակցությամբ, բազմաթիվ ծրագրեր։ Մեկ ծրագիր չի։ Բայց ասեմ նաև որոնք չի ստացվել։ Օնլայն սայթ։ Բայց ասեմ նաև որոնք չի ստացվել, շատ կոնկրետ։ Fly Arnan, որը որակապես երևի թե Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ամենավորակյալ հայկական ավիաընկերությունն էր, չի ստացվել Mazda-ը եւ չի ստացվել CFW-ն, ամեն մեկը տարբեր պատճառներով։ Fly Arnan ի սկզբանե իրանք խնդրում էին խստացումներ մեր ավիացիոն քաղաքականության տեսանկյունից, որ մոտավորապես կներեք այս արտահայտությանս համար օդում մարշրուտկաներ չունենանք թռչող, այն հիշում եք ժամանակին Աֆրիկայում տենց ինչ որ ինքնաթիռներ կային Հայաստանի դրոշով եւ այլն, դրա մնացուկները դեռևս ունեինք, երբ որ իրենք մտնում էին շուկա։ Եվ Եվրոմիության արգելքը նաեւ այդ պատճառով էր դրվել, այսինքն մենք չենք կարողանում թռնել, հիմա էլ դեռևս ոնց որ ամբողջապես խնդիրը լուծված չի։ Իրանք sense պայմաններ ունեին, որոնք մենք ասել էինք այո, եւ ինչ որ պատճառներով չենք կարողացել լուծել այդ խնդիրները։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ Ավելի մենք ենք մեղավոր եղել, կարելի ասել։ Պետք է ընդունել դա։ Mazda-ը իրականում մենք փաստացի ինչ որ մի կետում այդ հողերը պետք է փոխանցեինք Mazda-ին, չենք արել, էլի մենք ենք մեղավոր, պետք է ընդունենք։ Էլի այդ արդեն անհույս կորածա, թե ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ ինչ որ լուծումներ կգտնվեն։ Մենք հիմա EI գործարան ենք կառուցում ձեր գործը։ Չէ, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ օգտակար կլիներ։ Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ այդ լուծումները կգտնվեն, եւ CFW-ն, որը որ 10 երիտասարդ, ասենք, պայծառ երեխեքի սովորացնում էին այն ինչ այս երկրում, այն գիտելիքը ինչ այս երկրում մենք չունեինք, ամերիկացի մասնագետները, հետ էլ sense մի օրում այնքան կտրուկ փոփոխություններ արվեցին, այսինքն նշանակվեց Ռուսաստանի քաղաքացի իրանց կուրատոր Այս մարդիկ ասեցին ժողովուրդ ջան, մեզ կներեք, բայց ոնց որ չենք հասկանում ինչա կատարվում, էլի։ Ամենայն հարգանքով, սիրով, Orbis-ի աշխատակիցներ, ովքեր որ այս երեխեքին դասավանդում են։ Այս մարդիկ հանդիպել են նախարարների, բան, ասենք ոչ մեկ հիմա չի ուզում խոսա դրա մասին, որովհետև անիվ ասենք, վсё, Ավինյանը պետք է բոլորի փոխարեն արդարան։ Okay, էլի է okay։ Սխալ է, այսինքն ստեղծում էր մի համակարգ, բայց չկար միասնական պատասխանատու, ով համ հողի հարցը լուծեր, համ, չգիտեմ, այն մյուս հարցերը լուծեր։ Հիմա ստացվում է, որ դուք ղեկավարն եք, բայց նաև լիքը բան ձեր վերահսկողությունից դուրս է։ Դա սենց ասեմ, այդտեղ այո, տեղ, օրինակ, օբյեկտիվ պատճառ կար, ավականի չկար այդ համայնքում։ Այսինքն ավականին չէր գործում, նոր ընտրություններ չէին եղել, կար ժամանակավոր պատասխանատու Թալին համայնքում։ Ու Թալինն էր, ոնց որ եթե չեմ սխալվում։ Օբյեկտիվ պատճառ էր, հիմա չէր լինում։ Հիմա դա այո կառավարության պատասխանատվություններ այդ խնդիրը լուծել, բայց ասենք օբյեկտիվ այնտեղ մյուս կողմը պատճառ կար, այդ հողը հնարավոր չէր տալ Mazda-ին, որովհետև ավականին չէր ձևավորվում, ընտրություն չէր լինում։ Լավ, ես ստեղից որպես take away ուզում եմ Եվ մի կարևոր բան էլ, Անիֆը այո, շատ ռիսկային պրոյեկտ է։ Եվ իրականում ինքը ինչ որ բաներ կարա հաջողի, ինչ որ բաներ կարա չհաջողի, որովհետև ինքը գումար է ներդնում բիզնեսի մեջ։ Բիզնեսը ունի իր ռիսկը, այո։ Բայց անկեղծ ասած Mazda-ում այտենց գումար չի ներդրել, այսինքն Mazda-ի համար միայն փաթեթներն են պատրաստվել հենց իրենց ուժերով Անիֆի։ Այն արվել, ինչ որ արվում էր միշտ մեր միջազգային այդ ֆինանսական գործընկերներին խնդրելով, որ իրանց փորձագետներին տան, հետո պարզվեց, որ չէ, մեր մոտ այդ ներուժը կա, կարող ենք այտենց փաստաթղթեր գեներացնել։ Բայց այն, որ ինքը ունեցել է իր մեջ ներդրված որոշակի ռիսկայնություն, դա միանշանակ է։ Մի բան էլ ստեղ ճիշտ եմ, էլի, ընդդիմությունը մեղադրում է, որ Անիֆի գործը մի քննիչ է, вообще բանանում, հետաքննում, ինչը ինձ անհնարավոր մոտակա ապագայում ինչ-որ տես ռեզոլյուցիա կունենանք այդ առումով, բայց եթե ես լինեի քաղաքացիական պայմանագիրը ու ամեն ինչ sense լավ է ձեր նկարագրածով, ես համար մեկ շահագրգիռ մարդը չի ելնի, որ այս սաղ մութ բաները բացահայտեի, ցույց տայի, որ նույնիսկ ինչ որ բան լավ է եղել, մանավանդ ընտրություններից առաջ ասեի, տեսեք, Անիֆի ծրագիրը դուք նույնիսկ ասում եք ինչ որ բան նետա եկե հաջողված է, մինչդեռ
ոնց որ թե գնում է այդի sense ձգելու բանով, էլի, ինչքան երկար խոսանք, մարդիկ եկը զզվեն իրականում անիվ բառը լսելուց։ Ես ոնց հասկանում եմ, քննությունը այն կետում է, երբ որ հարցումներ են արել միջազգային գործընկերներին, որպեսզի պատասխաններ ստանան եւ այդ process-ում, այսինքն դա է երկար ժամանակ տևում, որովհետեւ ինչն էր այդ մեղադրանքներից մեկը, որ կոպիտ ասած այդ Orbis ընկերությունը չի ինչ որ ուրիշ ընկերություններ են, այսինքն ընդհանրապես պետքա հարցումը արվեր, որպեսզի տեսնեին, որ այդ Delaware-ում գրանցված երկու ընկերությունները Orbis-ի կողմից ստեղծված ընկերություններ են։ Այսինքն հայկական անուններով չէ՞ ինչ որ։ Այո, Orbis-ը Հայաստանում էին իրանք այդ ներդրումը իրականացնել։ Okay, Դավիթ Փափազյան ինչի համար է փնտրվում Ժորժ ջան, եկեք թող քննության պահնա, okay։ Թող քննությունը մի քննիչն է ռեալ, Ես այդ մարդը չեմ կարծում, բայց ամեն դեպքում ես կարծում եմ թիմը աշխատում եւ ես վստահ եմ, ես 100% վստահ եմ, որ այս բոլոր պատասխանները, երբ որ իրանք ստանան, մոտավորապես այս պետք է անպայմանորեն ներկայացնել հանրությանը բոլոր մանրամասներով, ինչա պարզվել, Orbis-ը կար չկար, այդ ամերիկյան ընկերություններ թե չէր, այդ մարդիկ եկել են, այս երեխեքը եղել են, այդ դասընթացները եղել են թե չէ, այս շատ կարևոր է, որովհետև հա լավ, հիմա ես ասեցի, պատմեցի, բայց կարևոր է նաև որ այդ քննությունը ինչ որ հանգրվանի գա եւ այդ նաև ներկայացվի հանրությանը։ Okay, դե պաստոր ինչ որ պահի նաև այդ հաշվետվությունները ինչ որ մի կայքում կամ բան կարելի կլինի տեսնել։ Ես մի ամբողջ ասուլիս նվիրել էի հաշվետվությանը, անիֆի գործունեության վերաբերյալ։ Մի ամբողջ ասուլիս թվերով, կոնկրետ հարկերով վճարած, ստեղծված աշխատատեղերով, արված ներդրումների ծավալով, որն է պետական հատվածը եղել, որն է մասնավոր է եղել, կարելի է լսել մի հատ նորից։ Այդ մոտավորապես հիշում եմ, բայց ես նկատում եմ նենց մի բան, որ կարամ ցույց տամ աուդիտորին օրինակ, էլի ոչ թե։ Լավ, Սերգեյ ջան, հազար ներողություն, որպեսզի չէ, լավ, այս շատ կարևոր է։ Անիֆում ամեն տարի KPMG-ն եւ Grant Thornton-ը արել են աուդիտորական հաշվետվություն ամեն տարի։ Մանրամասնորեն ուսումնասիրելով բոլոր ֆինանսական հոսքերը, Ես կորպորատիվն եմ բարել։ ամեն տարի այդ ընկերությունները մեզ կառավարություն ներկայացրել են, որ իրապես ինչ անում է Անիֆը։ KPMG-ն չի չափում, որ այս ընկերության տնօրենը Ավինյանի դասարանցին է, թե չէ, այդ յուրաքանչյուր շահերի բախման, իրականում շահերի բախման թեմա եւ կորպորատիվ կառավարման բանից շեղումները, իրանք չեն կարող չարձանագրվել այդ տեսակ հաշվետվությունները։ Այսինքն, ինչի ենք մենք հատուկ լավագույն աուդիտորներին միշտ դիմել, որովհետեւ մենք ունենանք հստակ պատկեր, որովհետեւ ամենառիսկային պրոյեկտներից մեկն էր Անիֆը, որ մենք վստահ լինենք, որ այդ ֆինանսները գրագետ կառավարվում են։ Հիմա KPMG-ն եթե մեզ ասում է, որ իրապես իրանք ինչ արել են տրամաբան կորպորատիվ կառավարման բոլոր տեսանկյուններից ճիշտ են արել, կանայք, բայց դե ես մի քիչ ավելի շատ իրանց եմ վստահում, ես չգիտեի, որ իրանք աուդիտ են արել։ Ես դա չգիտեի։ Այդ okay։ Ինձ թվում է դեռ շատ բան կա, որ չգիտենք այդ մասին, բայց հուսով եմ շատ բաներ նաև ի հայտ կգան ժամանակի ընթացքում։ Okay։ Լավ, մյուս հարցս Okay, օդի որակի հետ կապված, ստեղ միանգամից ասեմ, այո, կան օբյեկտիվ հարցեր, իրոք Երևանը տենց դիրքով պրոբլեմատիկ է։ Ու դուք միանգամ ասացիք, որ մենակ Երևանը չի, տենց Թիֆլիսներ, բայց ես տենց Թիֆլիսը չէ, մեր Արարատյան գոգավորության մեջ գտնվող բոլոր Արտաշատը, Վեդին, Թուրքիայում քաղաքներ, այսինքն բոլոր այն քաղաքները, որոնք որ գտնվում են այս Արարատյան գոգավորության տարածքում։ Բայց ես ամեն դեպքում որպես Թիֆլիսեցի, մի ադրեսոր չայեցի Թիֆլիսն էլ, ընդեղ էլ կա այդ խնդրեմը, որ պերիոդներ կան, հա, եւ okay, ինքը ոնց որ force majeure, անհաղթահարելի բան է, act of God-ը, բայց մեզանից, եթե մենք տեսնում ենք այս խնդրեմը, ինչ է կախված մեզանից, ու միանգամից պատասխան եմ, գուցե խնդրեմը այն է, որ շատ կենտրոնացված է արտադրություն, մեքենաների հետ կապված, չգիտեմ, այնտեղ հանքեր եւ այլն, ինչ կարելի է ռեալ, քանի որ սա ոնց որ կյանքի
որակի առողջության կյանքի ամեն 54-րդ մարդը գուցե քաղցկեղ ունի։ պետքա տենց ճգնաժամային ինչ որ ծրագիր ունենալ, որ կոպիտ ասած Երևանը հասնեն 800,000 բնակչի։ Գուցե այդ է փրկությունը։ Եկեք փոքր վեդիով չափենք, որովհետև եթե մենք խոսում ենք Երևանից, եկեք հիմա մենք տեղափոխվեցինք փոքր վեդի, որտեղ որ վստահորեն շատ չեն ավտոմեքենաները, արտադրությունը եւ մնացյալը շատ ավելի վստահաբար միջավայրը այլա Երևանից տարբերվող։ Եվ վերադառնանք այնուամենայնիվ գիտական հիմնավորմանը, որը որ կարող է տենց շատ հետաքրքիր չի, բայց դա փաստ է։ Մեծ ֆանատ ենք գիտության։ Էնտուզիաստ ենք գիտության։ Ուրեմն Արարատյան գոքավորությունում գտնվող բոլոր համայնքները ասենց փոքրիկ, այսպես ասած, կաթսայի մեջ են գտնվում։ Եվ կա, այսպես ասած, առաստաղ մեր մի շերտա, ոնց որ էկոլոգիական շերտերից մեկն է, անունը տենց հիմա չեմ կարողանում հիշել, այդ Ստրատոսֆերա։ ավելի ցածր, այս մեր շերտերից մեկը, այս մեր առաստաղը, այս ժամանակահատվածում մոտավորապես 1200 մետրի վրա է գտնվում։ Այսինքն մենք sense կաթսայում ենք, մեր կափարիչը 1200 մետրի վրա է գտնվում։ Նոյեմբեր ամսին այս մեր կափարիչը սենց իջնում է, դառնում է 80 մետր։ 1200-ից դառնում է 80 մետր։ Այսինքն այն բոլոր աղտոտիչները, որ կային այս 1200-ում, խտանում են այս մեր 80 մետրի վրա։ Եվ իրականում այս նույնը այդ նախկինների ժամանակ է, բոլոր ժամանակներում եղել է, մենք երբեք դա չենք իմացել եւ չենք խորացել։ Եվ այն կետում, երբ որ մենք սկսեցինք քաղաքում տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, մոտավորապես 190 ունենք։ Երևան քաղաքը ամենաշատ օդի որակի չափիչ սարքեր ունեցող քաղաքն է։ Չէ, դա ճիշտ էր, որովհետև նախ մենք առաջին հերթին նախ սկսեցինք հասկանալ խնդիրը։ Պանիկայի էլեմենտը ու պլյուս որ մենք ինչ-որ տվիչներ ունենք, դա պարզ է որ ժամանակի հետ է եկել, բայց նաև տեսնում ենք օբյեկտիվ բաներ, որ կարելի է կանխել։ Օրինակ, երբ որ Երևանից դեպի Սևանի ուղղությամբ դուրս ես գալիս, ամեն սար մենք որ հաճախ հեծանիվ ենք քշում, մեկ մի սեզոն ձմեռը չես քշում, ասես, ստե սար կար։ Այդ սարը չկա, որովհետև իրան ընդեղ անդադ փորում են, այդ քամին այդ կողմից փչում է Ավան դեպի նույնը բանի մոտ, Եղվարդի մոտ, էլի sense քշում ես, սարեր է, որը անդադ sense փորում են, այդ էլ ընդեղից է փչում, Դավթաշենն է փչում։ Այդ չի կարելի պայմանալ, որ ժողովուրդ ձեր ավազա ինչ եք անում, գնացեք այնտեղ արեք, որ այդտեղ ամեն 54-րդը քաղցկեղից չմեռնի։ Նահակ ջան, իրականում որքան էլ որ էլի ցավալի չի կամ ուրախալի չի արձանագրելը, ամեն ինչ չի, որ ինչ որ մենք տեսնում ենք, դա տենց ուղիղ կապ ունի այն խնդրի հետ, որի մասին խոսում ենք։ Որովհետև քո մատնանշած կոնկրետ խնդիրները PM10 փոշու տեսակն է։ Մենք խոսում ենք հիմնականում PM2.5 փոշու տեսակի մասին, որը որ այդ ոչ շինարարությունը, ոչ այդ հանքերը չեն արտադրում։ Իրանք վստահաբար խնդիր ստեղծում են, իրանք իրենց փայամասնակցությունը ունեն, բայց մենք խոսում ենք PM2.5-ի լոգիկայով են շինարարությունները ինչի ծածկեցիք, իրանք էլ չէ, լոգիկայով ծածկեցինք շատ տարբեր պատճառներ, որը սկսած նրանից, որ հարակից շենքի կներեք բանում բալկոնում բանա, փոշի է նստում։ Սկսած հենց դրանից։ Նոյեմբերին ավարտած նրանով, որ ուղակի տեսողական տոնց տահաճ է դա։ Այդ համաձայն։ Ինչ վերաբերվում է փոշու խնդրին եւ իր լուծումներին, հիմա տեսեք, իրականում այն օրը մենք վերջին 4 տարվա ընթացքում Երևան քաղաքում մոտավորապես 60 հեկտարի կանաչ տարածքներ ենք ստեղծել իր ռոռոկման համակարգերով։ Այս վերջին 4 տարվա մասին եմ խոսում։ Ինքը համեմատած դրա նախորդ 22 տարիներից ավել է։ Այսինքն 22 տարի ավելի քիչ աշխատանք արվել, քան վերջին 4 տարում։ Բայց ուզում ես 60 հեկտարը 6000 հեկտար լիներ Երևան քաղաքում, ցավով պետքա ձեզ վստահեցնեմ, որ օդի որակի հետ կապված խնդիրը չէր մեղմվի։ Որովհետև օրինակ եմ բերում հենց նույն Սարայևո քաղաքը, քաղաք անտառ է, ինքը ամբողջապես հենց անտառապատ մի հատ քաղաք է, ձմեռը տարբեր քաղաքների ցուցանիշներն էին նայում, ամենավատ ցուցանիշները Սարայևոյի մոտ էր, որովհետև այս նույն բանը իրանց մոտ է տեղի ունենում, այս նույն կատլավանի մեջ իրանք են, այս փոշին, որ խտանում է այդ ցածր առաստաղի պայմաններում, նույն խնդրեմը առաջանում է։ Ինչ պետք է անենք։ Պետք է հասկանանք
հարուցիչները, ասենք մի մասը լավ հարևաններից է գալիս, ինչը կարանք կառավարենք, կարանք չէ ինչ որ բան կառավարենք, շինարարությունը վստահորեն կարանք կառավարենք, ավտոբուսները էլեկտրական թող գան, վստահորեն ավտոմեքենաները կարող են կառավարել։ Մինչև հիմա կանեն շատ վատ ծուխ թողնող։ կատալիզատորը հատուկ հանում են, որ մի հատ է բարձր ձեն Եվ լինի։ իրականում եթե օրինակ ավտոմեքենայի մեջ այդ օդի որակի չափիչ սարքը ինչ որ մեկը ունի, դիմացից եթե ձեր ասած ավտոմեքենայից է գնում, այդ օդը ծուխը թողում է, այս սարքի բանը տենց մաքսիմումի է հասնում։ Ասեմ ավելին կինս կարտոշկա է տապակում, սենյակում արդեն դու կարմիր է ու Վստահաբար ինչ որ բաներ մենք կարող ենք անել։ Հիմա ինչի վրա ենք մենք կենտրոնացել։ Չափիչ սարքերը դրեցինք, հասկացանք, որ իրավիճակը կոնկրետ ամիսների է վատ, որովհետև հիմա իդեալական օդի որակ ունենք։ Հիմա դուրս գանք, ամենալավ օդի որակը ունենք Երևան քաղաքում, ու սենց կշարունակվի մինչև նոյեմբեր։ Մեկը մերսի չի ասում։ Այո։ Բայց մենք պետքա հասկանանք մեր հարուցիչները որոնք են, որքան են ազդում, եւ դա հասկանալու համար գնում ենք հատուկ սարքեր, որ կտեղադրենք քաղաքի տարբեր հատվածներում, կմիացնենք էլի մեր նույն GIS համակարգին, կիմանանք պատճառները եւ իրանց տոկոսը։ Արդեն կսկսենք արդեն թիրախային կոնկրետ որոշումներ կայացնել ամեն պատճառի վերաբերյալ։ Օրինակ, նույն ավտոմեքենաների հետ կապված կոնկրետ որոշումներ կունենանք, արդեն պայմանավորված հստակ տվյալներով եւ հիմնավորման, որ ժողովուրդ ջան, էսա վիճակը այս տեսակ ավտոմեքենաները խնդիր են ստեղծում եւ նոր կարգավորումներ պետք է մտնեն Իսկ Երևանը բան այս ադմինիստրատիվ եւ մշակութային ամեն տեսակի կենտրոն լինելու բեռնաթափման ինչ որ ավելի երկար ծրագիր կա, որովհետեւ հələ որ այս խնդրումը վաղուց ենք տեսել, դες միակ լավ օրինակը Դիլիջանն է շարունակում մնալ, որ ինչ որ բաներ sense Ռուբեն Վարդանյանը դիտավորյալ տարավ Դիլիջան ու այնտեղ sense համ կյանքը բանարեց, համ լիքը մարդիկ մեր ընկերներ գնում են ընտրում են այնտեղ ապրել, ես էլ եթե տենց հնարավորություն ունենայի հաճույքով կգնայի։ Ինչը որ կարելի է չէ ինչ որ պետական ստրուկտուրաներ բաներ մի քիչ հանել Երևանից, որ համ Երևան գալու բանը կպակասի, համ մարդիկ կասեն, Արտաշատում էլ կարանք ապրենք, չնայած Արտաշատը էլի կոպոլիտակա, լավ, ուրիշ տեղ, Եղվարդ Աշտարակում մի քիչ ավելի լավ է։ Բայց ամեն դեպքում այս խնդիրը դեռևս 2018 թվականից ֆիքսված եղել է։ Այն ինչ որ հիմա դուք ասում եք։ Ես որպես հարց էի Բայց ուզում եմ ասեմ նաև ինչա արվել այդ առումով։ 2018 թվականից մենք փաստացի մեր հիմնական կենտրոնացումը եղել է մարզերի վրա։ Սկսած ճանապարհաշինությունից ես եմ եղել այն մարդը, որ առաջարկել է ժողովուրդ ջան, եկեք հիմնականում տենց կենտրոնանանք մարզերի վրա, մոտավորապես Երևանը թող ինքը իր խնդիրները լուծի։ Այն 500 կիլոմետրը, որ դրել ենք ամեն տարի, այդ 2019 թվականից է, ես եմ առաջարկել։ Ես դու գիտեի։ Ես եմ առաջարկել, իմ սխալն է նաև, անկեղծ եմ ասում, այն ժամանակվա։ Երկրորդ հարցը, որ կարևորագույն հարցը, որ ֆիքսել ենք, Երևան քաղաքում եկամտային հարկի վերադարձով կառուցապատումները արգելում ենք։ Այսինքն այլևս Երևան քաղաքում դա հնարավոր չի անել, ծրագիրը ավարտվեց։ Տեղափոխվում է մարզեր։ Ինչ է սա անում։ Սա էականորեն խթանում է այլ համայնքներում կառուցապատումը, եւ բայց հանուն արդարության եկեք քնի մատ գնանք պատտվենք մեր տարբեր համայնքներով, տեսնենք այնտեղ ենթակառուցվածքի վիճակը։ Այսինքն եւ սուբվենցիաները երրորդը, որը կրկին 2019 թվականից սկսած չենք արել Երևանում, արել ենք միայն այլ համայնքներում։ Այսինքն այս 3 կոմպոնենտով կարող եմ ասել, որ էականորեն ինչ որ նվազագույնը ենթակառուցվածքի ստեղծման բարելավման տեսանկյունից մենք Երևանն ավելի վատ ենք նայել, քան մյուս համայնքներին։ Եվ հիմա եկել է մի կետ, որտեղ որ խոսերը արդեն հա, մի քիչ այդ արդարությունը պետքա վերականգնվի, եւ օրինակ վարչապետի հետ պայմանավորել են, որ նվազագույնը 50 կիլոմետր բյուջեից կառավարությունը հատկացնելու է Երևանի ճանապարհների համար, 50 կիլոմետր էլ մենք կանենք, տարեկան մոտավորապես 100 կիլոմետրը Երևան քաղաքի 1200 կիլոմետր ճանապարհային ցանցի համար ավելին քան բավարար է իրականում, էլի։ Բայց այն ձեր մատնանշած խնդիրը կարծում եմ մենք այո ունենք կենտրոնացում Երևանում, բայց մենք պետք է գնանք տեսնենք, որ մեր մարզերում եւ համայնքներում կյանքը շատ ավելի ակտիվացել է, բոլոր տեղերում է ակտիվացել։ Իրականում բոլոր տեղերում է ակտիվացել, դա պայմանավորված է իհարկե տնտեսական աճով, ինչ ասես, հիմա ասենք հիմա որ այդ Էջմիածնի կողմ գնում էի, հիմա որ քշում ես, տեսնում ես բոլոր տեղերը բաներ են, ջերմոցներ են, ինչ որ արտադրություններ են անընդհատ։ Այսինքն այս ակտիվությունը միայն Երևանը չի։
իրականում բոլոր համայնքներում է նույն ակտիվությունը։ Հա, բայց ինչ որ դες ավելի խոշոր բան է, ինչ որ մոլ պետք է լինի, ինչ որ կինոթատրոն պետք է լինի, Ինչ որ կինոն այլ համար չքշես ինչ որ փուլի կգա այդ կետը նաև։ Հա, մոլ։ Ինչ որ մի փուլի գալու է այդ կետը, որ պահանջները փոխվում են։ Հիմա օրինակ լավ, Գավառ համայնքում ճանապարհները բոլոր սարքեցին, ջրագծերը սարքեցին, չգիտեմ, լուսավորությունը սարքեցին, մանկապարտեզը սարքեցին, դպրոցը սարքեցին, մյուս տարի ինչ որ մի բան պետք է արվի։ Պահանջները մարդկանց ամեն լավ բանից հետո ավելի խստանում են եւ դա բնական process է եւ հետեւապես գալու ենք հասնենք դրան։ Լավ, Երևանի մասը ավարտենք, այդ փոսերը Ստեղ որ համել ասում եք որ պլաներ կա շատացնել, մի քիչ դաժե project management-ային խնդիր, որտեղ օրինակ ես մեր ստեղ Գյուլբեկյան փողոցը, ասես եկա ոնց է տարի, ասես հրաշալի բան արեցին, մեկը հոպ, մեկը հիշեց, որ դա պետք է նոր ջրագիծ լինի։ Ու այդ Սիրուն Սարգաս փողոցը գալիս է, այնպես չէ՞ որ վթար եղա, որտեղ ասես եկա սեկցիա են փոխում։ Մեկ էլ բան արեցին, հա, всё, ասֆալտեցինք, արդեն վատ է, մեկը հիշեց որ պետք է ինտերնետ գա, մի հատ էլ էդի։ Հետո բաները, դե էս, չգիտեմ, էս մեր հաղորդումը ինչ գոյություն ունի արդեն 15000 տարի է, էս ասում եք, խի են գալիս փորում, հետո ամիսներով կորում, հետո այդ փորած ասֆալտում մի ամիս հետո ինչի այդ մարդիկ իրար հետ չեն խոսում։ Վիոլիա ջուրը, խի լուկերը, այդ լուկ բարձրացնել, իջացնելը, խի այդ հարցը անհնար է լուծել, եւ խի ասֆալտը Երևանում վատ է, որովհետեւ նոր անում են ու ինչ որ անձրևի տակ ու մեկը բացվեց նոր։ Ես համաձայն չեմ, որ արված ասֆալտը, հիմնարար արված ասֆալտը վատն է լինում։ Լինում է շատ դեպքեր, որ մենք անում ենք միջանկյալ աշխատանք, որը կոչվում է падլապատկա։ Այդ падլապատկա ասվածի համար մենք չենք վճարում մեր գործընկերներին, իրանք ժամանակավոր անում են, որովհետև ասենք անձրևային սեզոն է եւ ֆիզիկապես չեն հասցնելու կտրեն եւ բերեն լցնեն։ Այդ падլապատկան են անում, այդ որ տեսնում ենք, այդ падլապատկայի խնդիրն ենք տեսնում, որ անձրևը լվաց տարավ։ Դրա համար մենք չենք վճարում։ Բայց ինչ վերաբերում է ասֆալտապատմանը ու առհասարակ այդ կոորդինացիային, մենք փաստացի 2022-23 թվականից ենք սկսել անել Երևան քաղաքում ամբողջական միջին նորոգման աշխատանքներ։ Օրինակի համար, չգիտեմ, Միասնիկյան պողոտան, որտեղ որ ասել եք, մի հատ այնց միջին նորոգում է արվում, դա հիմնանորոգումը չի, այսինքն պակի բոլոր շերտերը չեն նորից հավաքվում, այլ վերին շերտը կտրվում է, նորից հարթ փռվում է։ Այնտեղ որտեղ որ մենք այդ հիմնարար աշխատանքները անում ենք, մենք գրեթե խնդիր չենք ունենում, այսինքն հենց բուն ասֆալտի որակի հետ։ Խնդիրները որտեղ են առաջանում, հա, շատ ճիշտ եք նշում, մեկը հիշեց, որ այդտեղ ջրագիծ ուներ կառուցելու։ Մենք մեր աշխատանքը կազմակերպում ենք հետևյալ կերպ. բոլորին, օպերատորներին, այդտեղ կառուցապատում իրականացնողներին ուղարկում ենք, ասում ենք Ժորժ ջան, այս տարի կամ հաջորդ տարի, նույնիսկ հաջորդ տարի, նոյեմբեր ամսին ուղարկելու ենք։ Այս փողոցներում մենք իրականացնելու ենք միջին նորոգման աշխատանքներ։ Իմացեք, որ այդտեղ չենք թույլ տալու մի 2-3 տարի որևէ տեսակի աշխատանք իրականացնել։ Հիմա տենց շատ մարդիկ տարապում են, որովհետև հետո մյուս տարի հիշում են, որ այ, բայց մենք ունենք ջրագիծ քաշելու եւ այլն այդ process։ Բայց մի բան կա, որը հələ չենք կարող կարգավորել, երբ որ վթար է լինում, ու դե վթար է լինում, պետք է քանդեն։ Մեր սրտից էլ է իհարկե անկատում, բայց մյուս կողմից էլ չես կարող թույլ չտալ, որովհետև գնալով ավելի կվատանա։ Այսինքն այդտեղ հիմա էլի հենց մի քանի իտերացիայով մենք process-ը բարելավելու ենք, այսինքն հիմա օրինակի համար նույնիսկ միջին նորոգման աշխատանքների դեպքում ասել եմ բոլոր հնարավոր աշխատանքները եկեք ներառենք մեջը։ Լարերը գետնի տակ անցկացնելը։ Խնդրում ենք բոլոր մեր Վիոլայի մյուս բոլոր գործընկերներին աշխատանք ունեն, եկեք թող առաջնահերթություն սահմանեն այդ հատվածի համար, իրանք էլ մտնեն, ամբողջապես բոլորով մտնենք, այդ փողոցը 0-ից տենց հավաքենք ու դուրս գանք ու ոչ մի ավել բանի կարիք չլինի։ Իրականում սա տենց նաև process է, որովհետև այս ծավալի նաև ասֆալտապատում մենք չենք արել քաղաքում։ Միշտ արվել է փոսալցման ձևով, միշտ քաղաքում արվել է միշտ փոսալցման ձևով։ Եվ հիմա մենք ոնց որ նորից այդ կոորդինացիան պետքա կարողանանք ապահովել։ Բայց մյուս կողմից է մի լավ բան էլ կա, բոլոր այն շինարարությունները, որ անում է Վեոլիան, Հեցը, Գազը, նոր շինարարությունները, պարտադիր տալիս ենք մենք շին թույլտվություն,
պարտադիր գրանցում ենք մեր GIS հարթակներում, այսինքն մեր էլեկտրոնային քարտեզի վրա նաև այդ ամբողջ ենթակառուցվածքը սկսում ենք ունենալ, որը իրանց էլ է պետք ու իրանց էլ ենք տալիս հետ։ Այսինքն այդտեղ տենց նաև դրական բաներ կա։ Իսկ խնդիրները նաև նրանից է, որ Ժորժ ջան, դա տենց էլի իրապես տնտեսական ակտիվություն, շինարարություն եւ ասենք շատերը օրինակ մեր միջին նորոգման արված ճանապարհներին սպասում են, որ այդ մի քանի տարին անցնի, որ կարողանան իրենց ջուրը միացնեն, որովհետեւ չեն կարող։ Պոյ հարց կարամ տամ։ Դագոնկու։ Ինչի այդ միջպետական ասֆալտում կարող ենք այնց ասֆալտ անել, որը արևից, չգիտեմ, տորմուս տալուց վրան, հետո sense չի դառնում բան Այվազովսկի ծովի բանը, իսկ Երևանում չենք կարող։ Կարող ենք, բայց մի քանի Թբիլիսյանն էլ է հո հիմնովին նորոգվեց, չէ՞, մի երկու, չէ՞, դա հիմնովին, չէ՞։ Հիմա sense Թբիլիսյանը գնում ես, այս sense Թբիլիսյանը հիմնանորոգման կարիք ունի իրականում եւ մոտավորապես 1 միլիարդից ավել այդտեղ աշխատանք էր տարվում։ Հա, այդ փոսալցումը, դա հիմնարար աշխատանք չի։ Այդտեղ նույնիսկ միջին նորոգումը չի փրկի, այդտեղ պետք է ամբողջապես տենց հիմնական աշխատանքներ անենք եւ հիմնանորոգում անենք։ Ինչով է տարբերությունը Երևանի եւ այդ միջպետական ճանապարհների։ Միջպետական ճանապարհների տակ մի ամբողջ աշխարհ չկա։ Երևանի յուրաքանչյուր փողոց վերցրեք, տակով ինչ ասես անցնում է։ Լարեր, թունելներ, էլեկտրական գծեր, ինտերնետ, ջրագծեր, կոյուղի, այսինքն մեր ստորգետնյա աշխարհը ոչ մի համայնքում, ոչ մի միջպետական ճանապարհի վրա չկա։ Երկրորդ, մեր ճանապարհների երթևեկության ինտենսիվությունը, ինչքան էլ ուզում է միջպետական ճանապարհ լինի, այդ երթևեկության ինտենսիվությունը, ասենք Իսակովի պողոտայի երթևեկության ինտենսիվությունը ինչի հետ համեմատենք, կամ Միասնիկյան պողոտայի ինտենսիվությունը։ Այսինքն մենք ամենածանրաբեռնված ճանապարհները ունենք եւ ինտենսիվության տեսանկյունից, եւ ստորգետնյա ենթակառուցվածքի տեսանկյունից։ Բայց օրինակ չեմ համաձայնի, երբ որ մենք հիմնարար աշխատանք ենք անում, տենց ինքը շատ արագ փչանում։ Չէ, այդպես չի։ Ալիքոտա, որովհետև հիմնարար աշխատանք չենք արել դեռևս։ Երևան քաղաքում ունենք 1200 կիլոմետր ճանապարհ, որտեղ որ պատասխանատու ասում եմ, որտեղ որ մենք արել ենք միջին նորոգում, վստահաբար, եթե օրինակ չենք տեսնում շովա մի հատ վթարի պատճառով, այդտեղ ուրիշ տենց լուրջ խնդիր չենք կարող ունենալ։ Ну, ստեղ ոչ պոպուլյար բան ասեմ, հա, մենք ինչպես ասեցիք, երբ ինչ-որ մի խնդիր լուծում ենք, ախորժակը կամ պահանջը ավելի բարձր է դառնում, օրինակ գավառում ինչ-որ բան սարքեցիք, նոր բան են ուզում։ Մենք էլ ինչքան էլ, չգիտեմ, ինչքան ամեն ինչը փոխվում է, հիմնանորոգվում կամ բան, պահանջը մեկա շատանալու է։ Հիմա ստեղ այդ առումով մի հատ հայտարարություն արեցիք, որը շատ դուրս եկավ, որ ասֆալտապատման ժամանակ տեսանկարվելու է այդ աշխատանքը, որ համոզված եք, որ այն ինչն է, բիտումը, բիտումը չայնիկով արդեն գործում է, դա վճարում առանց տեսաձայնագրության չեն կանում առհասարակ, ոչ վարչական շրջաններում, ոչ։ Դե ի սկզբանե մեր շին բարեկարգումը այդպես էլ ֆիքսած ա եղել։ Մենք իրականում, այո, տենց մեր պահանջները ըստ արված աշխատանքի ավելանում է եւ դա բնական է կարծում եմ, բայց նաեւ պետք է հասկանանք, որ մեր շինարարների նկատմամբ էլ մեր պահանջները ժամանակի հետ ավելանում է եւ իրանք շատերը սովոր չեն եղել այս ձևով աշխատելու եւ հիմա իրանք էլ են փոխվում։ հնդկացիներով, այ Իրանք էլ են փոխվում իրանց process-ներով եւ աշխատանքի կազմակերպմամբ։ Քաղաքացիներ են, որ շատ տեսնում եմ, նաեւ այնտեղ են ներգրավում։ Այդ արդեն աշխատուժի խնդիր է։ Ամերիկայում են։ Okay, sorry։ Բայց քան ինչ որ բաներ կիսատարում, օրինակ Կորեայի ձորը ասես սախ լսեցին, վերանորոգվել է, ասես ողջևորված մարդիկ գնում են, մտնում են, մտար ասես բան, ու всё դուրս գալը։ Այս կողմը այս տարի ենք անելու։ Այս մյուս կողմը շարունակում ենք մենք այս տարի։ Նախորդ տարի ավարտեցինք դեպի Քանաքեռավան հատվածը, այս տարի կավարտենք այս մեր հատվածը։ Իրականում համաձայն եմ, բայց մի քանի բան էլի պետք է այնուամենայնիվ հաշվի առնենք։ Այս տարին մեր քաղաքի պատմության վերջին 20 տարիները ռեկորդային տեղումներն են եղել եւ ձյունը եւ անձրևը։ Վերջին 20 տարվա ռեկորդն ենք սահմանել ու գումարած նաեւ ջերմաստիճանի տատանումները իրականում տենց բոլոր տեղերը, որտեղ մի քիչ խնդիր ունենք, բոլոր տեղերը տենց բացվեցին։ Էդուարդ Հայրումյանը գնում է անձամբ բացում է, ինչի՞ է տենց
տեղից էլ մենք ունենք այդ խնդիրը, մեկը տենում ես ասֆալտացակում, այնց Հա, այդ հարցը հողա, որ անհնար է այդտեղ ինչ որ ջուր անցնի, ինչի դրա քաղաքապետարանը չի հեռացման բաները։ Իրականում այդտեղ նորից էլի պատասխանատվության շատ բաներ կա, որ օրինակ Երևանի քաղաքապետարանը չպետք է անի, բայց անում է։ Օրինակ Երևան քաղաքում, հա, մենք էլ ոնց որ մոտավորապես էլի ստիպված անում ենք, եւ օրինակ վերելակները Երևանի քաղաքապետարանը գործ չպետք է ունենար որևէ վերելակի հետ, որովհետեւ դա տենց բնակիչների եւ համատիրության խնդիրն է։ Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքի վերելակների արդեն 65%-ը փոխարինել է եւ մոտ 3 տարի հետո Երևան քաղաքում փոխարինման ենթակա վերելակ չենք ունենալու։ Ինչի ենք մենք անում, որովհետեւ ուրիշ ոչ մեկ չի կարող դա անել։ Ինչի ենք մենք հիմա օրինակ մեր ԵԱՍՄ հիմնարկի ուժերով մաքրում հեղեղատարերը եւ անձրևատարերը, որից չէ, կներեք, Վեոլան մաքրում է, մենք, այսինքն հանումա դուրս, մենք գալիս հավաքում ենք, տանում ենք, թափում ենք։ Այս բային պայմանավորվածությունը այդպեսին է, որովհետեւ այնուամենայնիվ դա Վեոլայի գործառույթն է։ Գյուրջան փողոցի բնակիչները յախտաները բայց այդ խնդիրը լուծվել է։ Այդ խնդիրը լուծվել է։ Դե ես վերջերս էլի քանի շաբաթ առաջ եւ լուծվել է։ Ես այն օրը պատահական հանդիպեցի այն տղային, որ մեքենայի վրա նստած ձուկ բռնելու նկարն էր գցել։ Այդտենց ագին հետ ծիծաղացինք բան, բայց դե կար էլի, չենք կարա հերքենք, որ խնդիրը կար եւ բոլորովին վերջերս միանշանակ խնդիրը կա ու միտեղ չի այդ մեր խնդիրը։ Հեղեղատարների եւ անձրևատարների խնդիրը շատ մեծ է, կոյուղագծերի խնդիրը շատ մեծ է քաղաքում։ Այդ բոլորը պետգույք է։ Այդ բոլորի հետ մենք օրենքով ոչ մի տրամաբանությամբ պետք է գործ չունենանք։ Մենք փաստացի 2022 թվականից տարեկան միայն 13-ից 15 կիլոմետր կոյուղ ենք կառուցել քաղաքում եւ հիմա իրավական բանն ենք մտածում ոնց պետք է փոխանցենք դա կառավարությանը, որովհետեւ դա պետգույք է։ Հիմա կառավարությունը նաեւ այս մեր փորձից ելնելով եւ խնդրից ելնելով գումար է հատկացնում, որ այդ խնդիրը լուծվի։ Այսինքն սկսել է մեծ ծավալով աշխատանք արվել այդ առումով եւս, որովհետեւ ինքը արդեն տենց մի 50 տարվա ընդհանուր համակարգ է, որը գնալով ավելի ու ավելի վատ վիճակում է հայտնվում։ Okay, մի հատ հարց տամ, որից հետո ինձ կտփեն հայաթում, բայց պետքա տամ հիշում եք մի անգամ բարձրացվեց, կարծեմ կառավարության նիստում ավտոլվացման կետերի հարցը, որ մեկ-մեկ հենց տրոտուարի մոտ կառուցում են, ու ասես քայլում ես այդ մայ տրոտուարով, ու մեկը ասես պզում է վրա, էլի, ոնց է մեր մոտ էլ կա դա, ու вообще Ավետիսյանի վրա, ասես եկամասը խլած է մեզանից, ամբողջ ձմեռը դե սառուցա չես կարա քայլես, որտեղ այնտեղ լվանում են մեքենաներ, միշտ ակեր են փչում, էլի չես կարա քայլես, միշտ ակեր են, ու սենց ուղակի տենց մեր մայթը տենց խլած է մեզանից, մի քիչ վերև էլի տենց մեքենաների սարքման կետեր, ես հասկանում որ այդ մոտավորապես են որ 90-ականներին ով որտեղ ասես, ինչ ասես, սենց կառուցել է բան ու հիմա даже չգիտեմ ոնց կարող է լուծել, բայց այդ տիպի հարցերը вообще հորիզոնում կա հնարավոր է լուծել, թե ուղղակի համակերպենք որպես կյանքի դառը փաստ։ Չէ, այդ տեսակ հարցերի հետ երբեք չպետք է համակերպվենք եւ իրականում մենք շատ տենց գործում կարծում եմ քայլեր ենք անում հանրային տարածքները հանրությանը վերադարձնելու։ Այս վերջերս Ավետիսյանը լրիվ փորել եք հենց մեր տանդեմը, արդյունքում փակվել են սահմանները։ Այդ օրերին ձեր ծրագրերից մեկն էին արել, դրա համար ենք երևի։ Վատության տեսք։ 3 ամիս տպվար։ Եթե լուրջ է, այդ process-ը ընթանում է, ոնց է ընթանում եւ արդյոք խաղի կանոնները հավասար են բոլորի համար։ Կա սկզբունք, որ հանրային տարածքները պետքա վերադարձվեն հանրությանը։ Այդ սկզբունքով Երևան քաղաքում սկսած նրանից, որ 130 բակ ենք տարեկան սարքում, ինչ անելով նաև քանդելով տարատեսակ կառույցներ, չգիտեմ, ավտոտնակներ, ցանկապատներ եւ մնացյալ։ Ասենք տարին 130 բակը, Ժորժ ջան, շատ մեծ թիվ է, էլի, իրականում։ Գարաժները քանդվում։ Այս լուրջ եք այս հարցը։ Չէ, որովհետեւ նա եկյա դիմադրություն եղավ դրան, ու հետո դեռ Մարությանի ժամանակ, երբ որ առաջի փորձերը այդտեղ դիմադրությունը եղավ process-ը հիմնականում կանգնեց, այս վերջի 4 տարվա ընթացքում մոտավորապես, եթե գումարային հաշվեմ, երևի 500 բակում կարող է ավել։
500-ից ավել բակում մենք արել ենք հենց այդ process-ը։ Քանդել ենք։ Այ ինչի ես հարցեցի հավասար պայմանների։ Հավասար պայմաններից խոսենք։ Փոքր կենտրոնի ամենաայն նիշային ինքնակամերի մասին, որ ձեր մտքով էլ չէր անցնի, որ դրանք ինքնակամ են։ Թումանի վրա, հա։ Օրինակի համար Աբովյան փողոցի այն նախկին թե ներկա, չգիտեմ, Մարկո Պոլոյի դիմացի այդ հատվածը, որ զովք էր դարել, այդ խեղճ մարդիկ նոր վարձով վերցրել էին, գնացին նոր է բացվել էին, հաջորդ օրը գնացին քանդեցին։ Դա ինքնակամ էր։ Հա, այդ բանն էլ Էրեբուն եւ Հյուսայն Պոտայի ամենասկզբում էր։ Դա ինքնակամ էր։ Դա ինքնակամ էր։ Եվ իրականում այդպիսի շատ բաներ ունեինք, որ մենք քանդել ենք, հիմա մեր աչքը սովորել է, բայց իրականում դա տենց շատ երկար ներվ եւ դիմադրություն է եղել դրա դեմ, բայց վերադառնանք հանրային տարածքների վերադարձին, բակերը միանշանակ ամենաէֆեկտիվ մեր ծրագրերից մեկն են, որտեղ գարաժների փոխարեն հիմա ֆուտբոլի դաշտեր են, հիմա մի քիչ պապիկներն ու տատիկները բողոքում են շուխուրն է շատ դրանից, բայց այնուամենայնիվ դա կարծում եմ կարևոր բան է, որ 4-5 ավտոյի փոխարեն հիմա բակում տենց նստելու տեղ կա, երեխեք խաղահրապարակում խաղում են, ֆուտբոլ են խաղում եւ այլն։ Ինչ վերաբերում է մայթերին, տեղեր կան, որ ուղակի ի սկզբանե նախ մայթ չի եղել, ու Ավետիսյանը մի քիչ այլ է պատկերը, ով ոնց կարողացել առաջայեկել, ոմանք նույնիսկ սեփականացրել են արդեն իսկ այդ տարածքները, բայց այդտեղ էլ պետք չի հուսահատվել։ Օրինակի համար Կողբացի փողոց երբևէ մայթ չի եղել, երբևէ։ Հիմա օրինակ կարող եք գնալ քայլել, գեղեցիկ տուֆե մայթ ունեն, ավտոմեքենաներ չի եղել, մինչև Ամիրյան փողոց։ Մի մոմենտ աշխարհի ամենակարճ հեծանվողին է կառուցվել։ Մհեր Մկրտչյան փողոց, երբևէ մայթ չի եղել, նույնը այնտեղ է։ Փարպեցի փողոց, երբևէ մայթ չի եղել, նույնը այնտեղ է։ Փարպեցում էլ չի եղել։ Փարպեցի, որ գալիս է Արամի փողոցին է միանում, այդ հատվածում այդ մասը, հա։ Մինչև Պուշկին, Փաբերի մասը չէ, ներքևը։ Եվ սա նույնը վերաբերում է վարչական շրջան։ Նույն Արամի փողոցը, որ մայթը լայնացրեցինք այսքան Հիմա ինչ պատմում եք կենտրոնից, այս Մերգելյանի այգու դիմաց էս մի հատ հրապարակ է, որը տպավորությունն է, որ իդեաների կրիզիս է, ինչ անել իր հետ, որովհետև բացի այն մի քանի հատ բաները տնկելուց, այս վերջի, չգիտեմ, 6-7 տարի առաջ գոնե շուկա էր այդտեղ գալիս։ Շնորհակալություն, որ Մերգելյանը հիշեցիք։ Մերգելյանը հիշենք 4 տարի առաջ։ Կատաստրոֆիկ էր այնտեղ։ Մերգելյանը հիշենք 4 տարի առաջ։ Այս նույն process-ի հանրային տարածքների մայթերի վերադարձը։ Հա, հարցը ինչ էր։ Հարցը խի է այդ անիմաստ տարածքը կորում, որը կարա ինչ-որ սիրուն / օգտակար բան լինի։ Եվ կդառնա շարունակությունը այգու։ Հիմա անգար թակարդում։ Այն է։ Որովհետև իրականում այս բոլոր հարցերի շարքը նույն բանի, այդ նույն սկզբունքի մասին է։ Երբ որ այդ սկզբունքը ի սկզբանե դրվեց, ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ Մերգելյանի վատ կներեք Պերաշկի անոցը, մսի պասաժը, Մերգելյանը մսի պասաժում ու դեղատուն կարան քանդվեն։ Հա, դե շատ տարբեր բան։ Չենք խոսում այդ անիմաստ բան, կարուսելների մասին, որոնք հիմա ես առաջարկություն եմ կա, եկեք Պետրոս Պետոյանին բան սարքենք, ոչ թե ինքը կենտրոնի վարչական Մերգելյանի հետ կապ չունի։ Այդ եմ ասում, իրան ամեն տարի նոր վարչական շրջան, որ ինչ որ մի հատ մեր մոտ է կրեատիվ մտնում։ Իրականում մեր բոլոր վարչական շրջաններում դու դժգոհ ես Մերգելյանի այգուց։ Չէ, Մերգելյանի այգին գոհ եմ, բայց այն տարածքը իր հետ ոչինչ չեն կարող անել արդեն երկար տարիներ, իսկ առաջ ինքը շաբաթ կիրակի գոնե շուկա էր։ Ինչ որ լավ բան է։ Հա, Ռեյմայի SN սերիայից է, որ դե լավ բան է եղել, հիմա նոր լավ բանն ենք ուզում, բայց ֆիքսը դաթարը շատ երկար է։ Ամերիկյան մշակույթը, farmer market։ Մեր բոլոր վարչական շրջաններում farmer market-ը, farmers market-ը կարանք վերականգնենք այդտեղ, դա քննարկել ենք, ուղղակի կա իդեա, որ այդ այգին շարունակվելու է այդ Եռանկյունու մեջ ու կարողա տակա ավտոկայանա տեղի լինի, այդ քննարկումը բունում ենք։ Բայց մեր բոլոր վարչական շրջաններում այս process-ը տեղի է ունենում։ Եվ եթե մեզ որ օրինակ Քանաքերձեյթունում այդ process-ը չկա, ճարաճար սխալվում ենք, Դրոյի հատվածում եկեղեցուն պատկանող տարածքում այդ այգի ենք սարքել։ Դավիթ անհախտը, հեսա շուտով գնացինք շատ ինչ որ երկար է տեղ։ Հա, իրականում մասնավոր խնդիրներ կան արված գործեր կապված։ Մասնավոր գործընկերներն էին անում, ում փողերը կարելի ասել։ Արտուր Չախյանը գրանցվել է այդ տարածքում ամեն օր վիդեոներ ա տեղ։ Մեր մասնավոր գործընկերների փողերը պրծան եւ ինչ որ մի կետից մենք շարունակեցինք եւ կշարունակենք
ուղարկենք որպես Երևանի քաղաքապետարանի, այսպես ասած, այգի իրավունք ունենանք։ Այս վերջերս դեսպանների հետ այնտեղ ծառատունք էինք անում, ինքը բավականին պատրաստ վիճակում է արդեն։ Եվ իմ փոքր վախտել էր, բավականին օքեյ։ Բայց հիմա շատ կանաչ տարածքներ։ Ուզում եմ ասեմ, այս process-ը ինքը համատարած է քաղաքով։ Հանրային տարածքների վերադարձը քաղաքին եւ հանրությանը եւ տենց չկա վարչակարգ։ Ինչի է բացառություն անում, օրինակ Բաղյան 2 դրոփինգ, որ այնտեղ ինչ-որ մարքետ է սկանդալային, հա։ Այնտեղ 7 անգամ քաղաքապետարանը մերժել է, որ ինչ-որ բան կարա հանրային տարածքում սարքեք, բայց ֆակտ սարքում են։ Քանդենք։ Ու երբ որ գարաժներ հիմա սարքում են։ Դե արդեն սարքած է, հիմա ըստ երևույթի մեջն են արդեն սարքում են, հարդարում են, այսպես ասած։ Արտուր Չախոյանը մերժեք նայում իր վիդեոները, անդադ դրա մասին նկարում է ու միտեղ ստացվում է, Չեմ նայում։ դիմում ենք Ասեմ ինչի չեմ դա նայում, որովհետև անկեղծ եմ ասում, ես մեր շատ բլոգերներ կան, որոնց ուղղակի իրանց ազնվությունը չեմ վստահում։ Այսինքն նաև տենց որոշակի փորձ հաշվի առնելով եւ կոնկրետ դեպքեր հաշվի առնելով, այսինքն եւ ունեմ բավարար պատճառներ չվստահելու, որովհետեւ կան դեպքեր, երբ որ կոնկրետ թիրախավորված ինչ-որ բաներ արվում է եւ նույն հարակից տարածքում մեկ այլ խնդիր էլ երբ որ ուզում ենք լուծենք, ոնց որ այդտեղ տենց սկսում է այլ process-ներ, որովհետեւ բողոքողը էս մի կողմներ եւ պետք է պատժ կանել էս մյուս կողմին եւ սենց հարցեր կան եւ իրականում մեր հիմնական սկզբունքը որ դրված է, որտեղ որ մենք իրավասու ենք հանրային տարածքը վերադարձնել հանրությանը, ասենք չկա արգելանք դատարանի մյուս էս տեսակ սեփականության իրավունքի հետ կապված հարցեր, մենք դա անում ենք։ Կան դեպքեր, որ նույնիսկ այդ կրպակները սեփականության իրավունքով կրպակները ուղղակի ֆիզիկապես տեղափոխել են։ Բայց այն որ տենց մեզ մեղադրեն, որ մենք ինչ որ մի բան այդ տեսանկյունից չենք անում, Ժորժ ջան, լավ դե ասեն կարող է իրոք Սան Ֆրանցիսկոյում էինք ապրում, տենց հիմա բանը լրիվ շատ բան փոխվեց, որովհետև տենց իրականում այն Երևանում մի 5 տարի առաջվա առհասարակ sense process-ներ չկային։ Չկային։ Չէ, կար կրպակների դեմ փորձում էին բանանել, էլի մեծ դիմադրություն։ Թվերի համեմատությամբ նա։ Այն ժամանակ ես դες վստահեցնում եմ, ավելի շատ նոր կրպակներ առաջացել են, քան մաքրվել են։ Շատ ավելի շատ։ Okay, դե հիմա անգամներով, մոտավորապես կարող է 10 անգամ ավելի շատ։ Հիմա այսինքն սպասենք, որ ինչ-որ բան կքանդվի այնտեղ, հա։ Որտեղ։ Բաղյան։ Անկեղծ ասած դա նույնիսկ չգիտեմ։ Ասում եմ ձեր ընկերոջ կամ ձեր մի հատ նայեք այդ մեկը։ Ավելի ժողովուրդ ասեն։ Ինչ ընկերոջ։ հերկվեց, օքեյ։ Մի հատ էլ հարցերս վերջանում են։ Ավտովթարների հետ հարց երևի ձեր բանի մեջ չի մտնում, մտնում է որոշ չափով։ Այդ հասկանանք, որ արդյոք օքեյ է, ասես նեղ փողոցի վրա երկու վատ մարդ թեթև քսում են իրար մեքենան ու տենց ժամերով պրոբկա է։ Շատ լավ պատասխանում եմ։ Շատ Okay. ֆենոմենալ։ Շատ շուտով ընդունվելու է Երևանի թիմ նոր օրենքը, որը 2 տարի քննարկվում էր կառավարության գործընկերների հետ եւ Երևանի թիմ նոր օրենքում հարյուրավոր կարգավորումների հետ մեկտեղ մենք ունենք 15 րոպեի պայմանը, որը որ բոլոր դեպքերում անկախ ամեն ինչից, եթե վթարը կոպիտ ասած բանի չի, ծանր հետևանքներ չունի, մեծ մասը թեթև 15 րոպեից ավելի ենթադրելու է տուգանք։ Ու ասեմ ավելին, այստեղ մեր նաև տեսախցիկներով մենք դա կարողանալու ենք արձանագրել, այսինքն ներառյալ քաղաքապետարանի տեսախցիկներով մենք դա կարողանալու ենք արձանագրել եւ այստեղ ունեն արդեն մտածելու մեր ապահովագրական ընկերությունները, որոնք իրենց հիմնական խնդիրը, որոնք իրենց խնդիրը տեղափոխել են տենց մոտավորապես մեր դաշտ, մեր եւ քաղաքացիների դաշտ։ Այսինքն քաղաքացին ինչի է մտահոգվում այդ 15 րոպեից չքաշի, որովհետև հետո կարող է ասեն իրեն դե չենք տալիս գումարը։ Ու պետք է ուրեմն այնպիսի ապահովագրական ընկերություններ հայտնվեն, որոնք որ մենք պատրաստ ենք մեր տեսախցիկների դոստուպը տալ։ Մենք պատրաստ ենք բոլոր տվյալները տալ, բայց կներեք այդ 25000 դրամ քսելու համար 16 կիլոմետրանոց տրաֆիկ չպետք է առաջանա։ Բայց վարորդի վրա չգցենք դա։ Երևանի թիմ օրենքը մեծ հավանականությամբ նույնիսկ մինչև ընտրություններ կարա քվեարկվի ազգային ժողովում եւ ընդունվի։ Այս տարի անցած շաբաթ Բաքում կանգնած ավտոս մեկ եկավ խփեց, միջև ընգա օպերատորին 20 րոպեն հենց զուտ զանգելու
վրա գնաց էլի, մենակ այդ մասն էր։ Մեր մոտ էլ 3 ամսով փոս են փորել, սա փողոցը ես լռում եմ։ Շո անցած տարի է մեր մոտ, Հա, դա բայց լավ ձեր բան է, մոտ- դա luxury ձեր խնդիր է։ մոտ այլընտրանք չկար այդ փոսը։ Դե ես բան չեմ ասում, Տակա գիտեմ։ այդ ռուսական տերմինը օգտագործեմ, հին տեպլոտրասա էր անցնում, որը որ փլուզման էր վերել, պետք է քանդենք, բայց մայթերը կլայնացնենք, լարերը կիչացնենք գետնի տակ, այո։ Լավ, Ու մեկ էլ մոյկան։ բանը killer է։ Okay, всё, из конкретно զրույցը։ Մի քիչ ընտրություններից է խոսենք։ Չէ, մի հատ էլի այս թեմայից մի հատ բան, այս մեկը Անձնական Պատրոն, հարցեր այս պատրոնների բաներն է։ No, այս մեկը Եթե էլի Ավետիսյան փողոցում է, ես էլ եմ։ Այս շատ կարևոր հարց է ու ապշած եմ, որ նոր եկավ մտքիս։ Նշանները, որպեսի օրենքը կամ կանոնը ունենա իմաստ, պետքա դա իրականացվի enforce լինի։ No parking նշանը, հա, չկայանելու այն դեղին բաները, ինչ որ միտեղ լավ վերահսկվում եմ, ասենք կենտրոնում, բայց ինչ որ միտեղ, ասես կոնկրետ գրած է, ախպեր, ստեղ չեմ զանգակի մոտ կինո Մոսկվայի դեմը, նույնտեղ երևի տուգանում են, բայց օրինակ եթե իջնեք բանից Սարալանջից այն բանով դեպի Տերյան, այնտեղ ամենտեղ կանգնած են արդեն, ասես կոնկրետ դեղին գիծա բան, այնտեղ կանգնած են Ամիրյանը, որ սկսվում է Սարյանից, հիշում եք Ամիրյանը, որ սկսվում է Սարյանից։ Ես ուզում եմ Այնտեղ ընդհատեմ, կոնկրետ գրած է, չի կարելի, դա 10 հատ նշան է, բայց սա կանգնած են։ ես հիմա չեմ իմաստ ուզում ունենա այդ նույնիսկ մանրամասները ասել, բայց Երևանի թիմ օրենքը շատ բաներ է կարգավորել, որոնց մասին հիմա նույնիսկ ուզում եմ սպոյլ չանեմ, իրականում այնքան բան է կարգավորվում այդ օրենքով, որոնք որ մոտավորապես 30 տարի ցենց արձանագրվել է, որ այս խնդիրը, այս չունի լուծում, այս խնդիրը, այս խնդիրը եւ այդ դրանք բոլորը իրանք տենց իրանց լուծումները ստանում են։ Բանն էլ, այն որ պոլիտեխնիկի կողքը 4 շարք sense կանգնում են։ Դա էլ։ Okay։ Ընտրություններից մի քիչ էլ խոսենք, ոնց որ շատ քիչ մնաց, տպավորություններ, օրինակ ես պրինցիպի այդ կարծիքը այդքան չեմ կիսում, որովհետև շատ լավ բաներ են Երևանում արվում, բայց նաև կարծիք հնչեց էլի մեր պատրոնների մեջ, որ Երևանում միշտ ընդդիմությունը հաղթել է, այտենց պատմականորեն, հիմա էլ էս փոսեր բան կապվում են ձեզ հետ, հետևաբար այդ վնասումը ընդհանուր ինչ որ ռեյտինգին, կուսակցության այտենց տպավորություն կա։ Հիմա փոսերի խնդիր ունենք մենք քաղաքում այս բայդրությամբ։ Քիչ երևի։ Դե նայած որտեղ։ Դե նայած իհարկե որտեղ, բայց այնուամենայնիվ միաժամանակ սա ես հետեւյալը կասեմ եւ կարծում եմ որ տենց ընդդիմությունը հաղթել է, այդ դրա հետ չեմ համաձայնի, որովհետեւ ընդդիմությունը երբևէ չի հաղթել Երևանում, իրականում չի հաղթել 2010 չէ, բոլոր համապետական։ Հա, եթե 18-ից առաջ ենք ասում, հաղթել է, այլ ավելի շատ ձայն, Երևանում ավելի շատ է, բայց դա էլ կարծում եմ շատ բնական է, իրականում միշտ մայրաքաղաքներում հիմնականում որոշակի ընդդիմադիր զանգվածը մի փոքր միշտ ավելա լինում, միշտ բոլոր տեղերում, բոլոր երկրներում եւ դա նորմալ է եւ բնական է, բայց ինչ վերաբերում է այս ընտրություններին, ես անկեղծ եմ ասում, տենց իրատեսորեն չեմ տեսնում այդ հնարավորությունը, որ ընդդիմությունը Երևանում կարողանա հաղթի, որովհետեւ այդ հնարավորությունը չկա, կարծում եմ։ Եվ կարծում եմ սա գալիս է ընդհանուր նաեւ շատ բաներից, որոնք որ տեղի ունեցան վերջին շրջանում, շատ բաներ ջրի երես դուրս եկավ, շատ բաներ պարզաջրվեց, շատ բաներ հասկանալի դարձավ, շատ, այսպես ասած, նաև օրինակ այս մեր վերջին եվրոպական համաժողովը շատ կոնկրետ բաներ ցույց տվեց, կարծում եմ։ Ընդհանուր առմամբ ես չեմ տեսնում, որ այստեղ Երևանում, հա լավ, մյուս կողմից էլ նայենք։ Նախ քաղաքային խնդիրներով պայմանավորված մարդիկ չեն ընտրում համապետական տրամաբանությամբ, սա էլ է հստակ, դա երբեք այդպես չի լինում, սրանք երկու շատ տարբեր ընտրություններ են, բայց եթե մյուս կողմից էլ նայենք, այսքան հարյուրավոր բակերը, որ կառուցել ենք, այսքան մայթերը, որ կառուցել ենք, այս 45 մանկապարտեզ ենք հիմնանորոգել եւ կառուցել Երևան քաղաքում, 45
Մարդը չի նայում։ Այո, Քանի հատ է չէ, կարծել։ մարդը լավ է նայում, կոնկրետ кейսն է նայում։ Չէ, տեսեք, իրականում, երբ որ թվերին, հենց գնանք թվերին, մենք կտեսնենք, որ Երևանում այս վերջին 3-4 տարվա ընթացքում այնքան աշխատանք ա արվել, որ չգիտեմ, այդ ինչ ժամանակահատվածի հետ պետք է համեմատենք։ Եվ մարդիկ դա տեսնում են ամենօրյա ռեժիմով։ Իրանց երեխան գնում է այդ մանկապարտեզ, գնում է այդ խաղահրապարակ, դուրսը ֆուտբոլն է խաղում, իրանք իջնում են նստում են հարևանների հետ, նախկինում գարաժապատված իրենց բակերում, չգիտեմ, իրենց կոյուղի խնդիրն ենք լուծե, այսինքն եթե այդ տրամաբանությամբ չափեինք, ես դες վստահեցնում եմ, այդտեղ միանշանակ չի, որովհետև հա կան դեպքեր, երբ որ ինչ-որ բաների վերաբերյալ շատ բարձր ձայներ լսում ենք, բայց դա կոնկրետ ինչ-որ թիրախային դեպքեր են, եթե ընդհանուր ենք պատկերին նայում, վերջին 4 տարվա մեջ Երևանում շատ բան ա փոխվել, եւ դա չի վերաբերվում միայն կենտրոնին, չնայած մենք տենց ասում ենք կենտրոնը, բայց մյուս կողմից էլ էլի ասեմ, այդ լավ բաները ես չեմ կարծում, որ էականորեն ազդելու են համապետական տրամաբանության վրա։ Որոշ չափով միգուցե, բայց ոչ ամբողջապես, որովհետև սրանք երկու տարբեր ընտրություններ են։ Դուք ինչքանով եք ներգրաված եղել ընտրությունների քարոզարշավին։ Ես ամբողջապես ներգրաված եմ լինելու ամենօրյա ռեժիմով քարոզարշավ եմ իրականացնելու Երևան քաղաքում բոլոր վարչական շրջաններում, բոլոր բակերում։ Okay, Միաժամանակ։ Okay, դե ես в общем տենց իմ հիմնական բանը բռնվելու տեղը այդ թիմ նորորենքն է, որը հեսա գնալ եմ, մի հատ նայում եմ ինչա ու երբ հայլնում ու անհամբեր սպասեմ, որտեվ ոնց որ ձեր առնեն ինձ էլի, որ ես փորձում եմ նշաններին հետևել, նշան ասում է парք մի արա այստեղ, парք չեմ անում, սիստեմում սախ բան են անում, ոնց որ միակ օրինապաշտ մարդ են։ Շատ դուր կգա մեր։ Ձեր տարբեր պոստերի տակ միշտ այդ նույն կոմենտը կրկնող քաղաքացիների սրտից հիմա բան կանեմ, այն հայտնի սկրինշոթը որ կա, որ բահերը վերցրեք, տաղուղված Տարոն Մարգարյանը դուրս եկեք ձյունը մաքրելու։ Ինձ ի՞նչ հայտ է, հիմա շարունակում եք նույն ձև մտածել, որովհետև հիմա շատ հաճախ արդարացիորեն ձեզ էլ է այդ նույնը ուղում։ Դե ինչ եղավ արդյունքում, դուք մի քիչ Տարոն Մարգարյանի դրությունը հասկացաք, որ այն ժամանակ չեք տեսնում, թե հակառակը, ասես լրիվ այն կարծիքի եկաք, որ դու լրիվ արդարացած եք։ Ես այն կարծիքի եմ, որ պատասխանատուն, ով պատասխանատու է, եթե մեթոդ չունի, ձեռքի տակ գործիք չի մնացել, եւ վերջին մեթոդը այն է, որ ինքը անձամբ պետք է բահ վերցնի ու իր աշխատակազմով գնա ձյուն մաքրելու, չէ, ինքը գնում էր, ինքը ռեալ գնում էր։ Եվ դա շատ ողջունելի է։ Բայց երբ որ քո հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ դու կազմակերպես այդ ձնամաքրման աշխատանքը եւ պարտադրես նաեւ մասնավորներին, ովքեր որ պարտավոր են իրենց դիմացները հավաքել, դա անեն, դա քո հիմնական ֆունկցիան է։ Եթե դու դա չես կարողանում իրականացնել կամ ռեսուրսը չի բավարարում կամ մեկ այլ բան, խնդրեմ դու էլ անցի բահ վերցրա։ Բայց հիմա այդ բանը չկա, որ իշխան էլ մաքրում եք, մեկը ինչ որ տեղ մաքրած չի, ու ինչ որ մեկը շատ վերադառնանք, անկեղծ, այս ձմեռ, վատա մաքրվել ձյունը։ Անկեղծ։ Չէ, բայց ես լրիվ տեսնում եմ ոնց ինչ որտեղ մաքրած չի եղել։ Ու այդ մարդիկ որ դուս են եկել, իրանք ոչ չեն տենում բոլոր 12 վարչական շրջաններում ոնց համակ։ Ինքը տենում է իր տանդեմը մաքրած չի, արդարացիորեն մտնում է գրում Տիգրան Ավինյան վերցրեք բահը ու սպասի։ Տայդի ռեկլաման հիշեցի, որ значит мы идем к вам։ Ուրեմն իրաց մոտ հետո այնտեղ պատմություն եղավ, որ ձեր տան դիմացը ինչ որ մաքրել էին, այս ձմեռը էլի այդ պատմությունը։ Հիմնական բոլոր ճանապարհները մաքրել էին, այսինքն չի եղել դեպք, որտեղ որ մենք ձնամաքրում չենք իրականացրել, որտեղ մենք պետք է իրականացնենք ու տեխնիկան էլ այնքան քանակի ենք ավելացրել, որ իրապես կարողանանք ձգել, որ այս տարի ձյունը շատ է։ Եկեք բան էլի մի հատ էլ ոչ պոպուլյար բան ասեմ, ձեր օկտին, օքեյ, sense համարենք, որտեվ ձմեռը օքեյ է, որ անհարմարությունները ավելի շատ պետք է լինեն։ Ինձ թվում է մենք շատ ենք բաներ, տենց կոմֆորտին սովորել, մեզ թվում է տենց տարին 4 ամիս, չէ, քանի ամիս է, 12 ամիս, պետք է իդեալական օգոստոսի տենց բան լինի։ Հա, ձմեռը շատերը դերևի չեք ապրել 90-ականների ձմեռների ժամանակ, բայց համատած նրա հետ միշտ 90-ականները։ Okay, լուբոյ տեղ, որտեղ կա ձմեռ, ինքը կարող է օքեյ է, զարգացած քաղաքների հետ համեմատենք։ Ու տենց որ օրաստեղ ձյունը ինձ ամենաշատը ներվացնում է, որ ինչ որ տենց բան տրոտուարներից ձյունը չեն մաքրել։ Okay, մի քիչ պետք է ավելի
դժվարությունների առերեսվել ու լինել մեծահասակ, գնալ առաջ, եթե չեն կարողանում մեր կյանքում համակերպվել այդ դժվարությունների հետ, բայց որ մեծանակ այն մյուս դժվարությունները։ Այդտեղ կան բայց ճշմարտություններ, որ այնուամենայնիվ որտեղ որ մեր կասառույց է լինում, մարդիկ ընկնում են, կարան կոտրվածքներ ստանան։ Այո, բայց այնուամենայնիվ պետքա հասկանալ, լավ, իսկ ինչի հետ ենք համեմատում։ Ուզում եք եկեք Ստոկհոլմի հետ համեմատվենք, կարող է պարզվի, որ մեր մոտ Ված չի։ Հա։ Քարկեցինք Ստոկհոլմի։ Չէ, իրականում բոլոր ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ այս ձմեռը ուղղակի այնտեղ եմ եղել։ Հա, հասկացա։ Չէ, ուզում ասեմ, ես բան էլի շատ մենք չենք զգում, որ հաբրգում ենք, էլի, այտենց բայց դա ված բայց օքեյ է հաբրգել։ Այո։ No, մի քիչ սպարտանից եմ ես երևի։ Չէ, այդ պետք է։ Այդ առումով Ասած նա ամպելով իր գինին։ ես օքեյ եմ, որ կյանքում լինեն դժվարություններ մի խոսքով։ Դες մի քիչ փիլիսոփայական զեղում էր, sorry։ Վերջի հրապարակումը որ կուզենայի parzabanեիք, Սևանի ափամերձ կամ ափից մի քիչ անկամ դղյակը կամ դե բառը դուք եք բանարել դարձրել կլիշե ինքը այդ նախկինների դեմ դուք ոնց որ եկել եք այն բանով որ դուք նախկինների հակապատկերն եք լինելու ինքը շատ նախկինոտ երևույթ չի որպես այդպեսին անպայման ձգտել որ այնտեղ պետք է ինչ-որ տես ներկայացություն իր jet ski-ով բան որովհետև Սպարտանից Սիրգեյ գնաց կլողար պրոստը իր ձերովոտով Ժողովուրդ հետևյալն է նախ եթե մեկ հարկանե առանձնատունը կարանք իհարկե կոչենք դղյակ եւ պատկերը հետևյալն է եղել ես ամեն տարի օգոստոսի 1-ից 15-ը գնում եմ նկարիչների միության պանսիոնատ ամեն տարի շարունակաբար ամեն գիտեմ տարի տեսել եմ եւ դղյակը հայտնվելու հետ զուգահեռ ես մեկա շարունակում եմ գնալ դուք եւ Շուշան Պետրոսյանը ես եւ Շուշան Պետրոսյանը եւ ոչ միայն մենք բայց եւ դա կառուցել է հայրս միտեղ որտեղ որ իրանք էլ կարող են գալ միգուցե այդ շրջանում կամ այդ շրջանից դուրս ինչ է Շուշան Պետրոսյանը որ չեք ուզում գնալ ամենայն հարգանքով եւ սիրով բոլորի նկատմամբ եւ բոլոր համեմատությունների բայց ամեն դեպքում երևի ինչ որ բաներ պետք է արձանագրենք որ այնպես չի որ այդ մարդը 2018 թվականից առաջ այդ հնարավորությունները չեր ունեցել կամ ինչ որ բան նա շատ փոխվել իր կյանքում այսինքն ոնց այն ժամանակ կարող էր դա կառուցել ոնց հիմա որոշել է եւ կառուցել է եւ ոչ մի անազնիվ բան չի արել։ Դե խնդիրն է որ ճիշտ նույն այս ֆրազերովկայով բոլոր նախքին ում անտակ արդարացնում են իրենց կառուցածը։ Ոչ։ Երբ որ խոսքը գնում է պաշտոնը չարաշահելով կոռուպցիոն մեխանիզմով հարստանալու եւ այդ հարստությունը ինչ որ կերպ անշարժ գույքի վերածելու մասին, դա մի բան է։ Երբ որ խոսքը գնում է մարդու մասին, որ ամբողջ կյանքով բիզնեսով է զբաղվել եւ կներեք իմ, ասենք, իմ կրթությունն էլ նաեւ այդ մարդու աշխատած գումարներով է ապահովվել Լոնդոնում, իմ կնոջ կրթությունը, իմ եղբոր կրթությունը Իսպանիայում, այսինքն ինքը ունեցել է այդ հնարավորությունը, այն ժամանակ էլ այսօր էլ ունի։ Այսինքն դաժե եթե օրինական է մարդը փող աշխատում, դու մեկա դեմ ես որ լավ ինչ որ բան կարեցի։ Նայ, փորձեմ հիմա այդպես աբստրակտանանք կոնկրետ ձեզանից, էլի փորձեմ բացատրել, որ երբ որ այդ բանը շատ արագ է տեղի ունենում, ինչով է արագ ինչ որ բան ցույց տալը, դե օրինակ ինչ որ շատ թանկարժեք մեքենայով։ Բացարձակապես ոչ մի թանկարժեք բան չի։ Չէ, դրա համար ասի հիմա այսինքն ուզում եմ ախր երբ որ այս էլա շատ կարևոր շատ բան է, չէ, երբ որ դուք 18-ին հեղափոխություն եկան մարդկանց շատ նուրբ լարերի վրա եք խաղում եւ մարդիկ էլ քանի որ այդ անարդարությունը տեսել էին, այդ վալիդացիան տեղի ունեցավ։ Ոնց որ ключевое слово անարդարություն, հասկանում եք, անարդարությունը պետք է այնուամենայնիվ տարանջատել տենց ազնիվ ճանապարհով աշխատանքից բաներ թիմակիցների բաներով էլ կա օրինակ որ շատ տարիքով մարդկանց հանկարծ տալիս են վարկ որը ասենք երիտասարդն էլ գնա կարող է չստանա խոսքը դեղցի այգիների մասին փող որևէ մի բանկ ժողովուրդ եթե որևէ մի բանկ չի ստանում համապատասխան երաշխավորություն, որ ինքը այդ վարկը կարողանալու է վերադարձնել։ Ես դες վստահեցնում եմ անձամբ վարչապետին, հա, բայց անձամբ վարչապետին մեր թիմի հետ փոխկապակցված բանկը կա, որն է դա։ Հայ էկոնոմ բանկը։
որի տնօրենների խորհուրդը կամ տնօրենը պատգամվի հարազատ։ Լավ, եկեք նորից վերադառնանք մի քիչ էլի խելամտության աշխարհ։ Մեր ամենահարազատ բանկը, ասենք, ուղակի փողաբաժանում, ինչ որ մարդկանց մեզ հետ փոխկապակցված գուցե քան կնայեր չկա այդպիսի բան։ Փողոցից մտածում։ Ես դա բացառում եմ։ Այսինքն բանկը եթե վստահ չլինի, որ այդ գումարը հետ է ստանալու, ինքը ոչ մեկին ոչ մի գումար չի տա։ Երբևէ։ Ամենամտերիմներին իրա։ Մեր բանկային համակարգում համենայն դեպս այդ բարի դրացիական կուլտուրան ճակերտավոր չկա։ Բարեբախտաբար զուտ բիզնես միանշանակ։ Okay։ Ընդունեցի ձեր պատասխան։ Well, շնորհակալություն։ Ձեզ էլ մերսի։ Ասա, ով մեր հյուրը։ Մերսի, որ այսքան ժամանակ տրամադրեցիք։ Տիգրան Ավինյանն էր մեր հյուրը, դուք բաժանորդագրվում եք, կոմենտներում արտահայտվում եք եւ չեք մոռանում մյուս շաբաթ էլի միանալ մեզ անպայման նոր հետաքրքիր հյուր կունենանք։